Տարբեր բժիշկների մոտ գնացինք հետազոտման։ Ինձ չէին ասում ինչ դիագնոզ են դիտարկում։ Ոնց որ միշտ ինձնից թաքուն էին պահում։ Ես կայ, ուսից ինքս վաու հայտնվեց ու վերջ։ Մինչև հիմա էտա։ Ես այդ ժամանակ իրան տեսա, ասացի, ես ինչքան լավն է, ինչ արև է, էլի։ Ես հիմա էլ մեծագույն տագնապի զգացում ունեմ։ Հրաժարվեցիր քո մանդատից։ Ես կողքից հետևելով մտածում եմ, որ դու դա արեցիր սեփական կաշին փրկելու եւ նավից փախչող առնետների տրամաբանությամբ։ Հենց թույլ տվեք տենց էլ ասեմ, չեմ հաջողել։ Ես դիմադրության շարժման պարտությունը համարում եմ իմ անձնական պարտությունը։ Արի այդ արդուկած տեքստերը, օսլայած տեքստերը մի կողմ դնենք, քաղաքական դիվանագիտական մոտեցում ու մարդկային մոտեցումով այս հաղորդման ֆորմատը այդպեսին է։ Մեր ձևով ինչ է նշանակում։ Այն ինչ հիմա տեսնում ես։ Սամվել Կարապետյանին դիտարկում են որպես Ռուսաստանի մարդ Հայաստանում։ Ես կասեմ, որ դա ուղղակի աբսուրդ է։ Չեմ կարող չհարցնել նաև Սամվել Կարապետյանի որդու եւ մամուլի սիրախաղի մասին։ Սարգիսի խոսքը մանիպուլացրել եմ, կոնտեքստից են կտրել։ Բոլորը մտածում էին, որ դու սատանայի իրավաբանն ես։ Առաջարկը ստացել էի ընտանիքի անդամներից։ Որքան գումար ես աշխատել Ռոբերտ Քոչարյանի դատական գործում։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Velvet Rose by KK ծաղկի սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Pavle ռեստորան, ALA Renovation Solar Roofing Construction Company, Imperator Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Reach Marketplace, Best Pool Shop խանութ սրահ, Shop by Raya հագուստի խանութ սրահ, Elize House ռեստորան, House of Liquor խանութ սրահ, Տուն La Major ռեստորան, Ղազարյան Property, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you are about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր եթերաշրջանի հերթական թողարկումը։ Մենք շարունակում ենք գտնվել Հայաստանում եւ ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ եւս շարունակում ենք հյուրընկալել քաղաքական, հասարակական տարբեր գործիչների, ովքեր այժմ թեժ պայքարի մեջ են նախընտրական առումով։ Այսօրվա իմ հյուրը Արամ Վարդևանյանն է, ով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր է, քաղաքական գործիչ եւ շատ հայտնի իրավաբան։ Ողջույն Արամ։ Ողջույն Մերճան։ Արամ, շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտել։ Գիտեմ, որ խելահեղ ռիթմով ես հիմա աշխատում, ձայնդ կտրվում է ցույցերի ընթացքում, ժամանակ չես ունենում անգամ ընտանիքիդ անդամներին տեսնել, բայց այնուամենայնիվ այս հանդիպումը կարևոր է ինձ համար ու կարևոր է կարծում եմ նաև մեր աուդիտորիային։ Շատ լավ բան ես ասում, իրականում եւս մեծ ցանկությամբ ուզում եմ լավ հարցազրույց ունենանք։ Արամ, ինչ ընտանիքում ես ծնվել։ Ծնվել եմ գիտնականների ընտանիքում, որ պատկերացնես իրավաբանության ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող։ Հայրս կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, բիոֆիզիկայի կոնկրետ, մայրս կրկին լեզվաբան, էլի դոկտոր գիտությունների անգլերեն մասնագիտացմամբ։ Հարուստ ընտանիքից։
Հարուստ չի ասի, Ապահով։ բայց ապահոված։ Որոնք էին ամենամեծ դժվարությունները քո պատանեկության, մանկության ընթացքում։ Մութ ու ցուրտ տարիները, որը այնպես չէ, որ ինքս հստակ հիշում եմ, բայց հիշում եմ ծնողներիս ապրումները, դժվարությունը, Ինչ էին զգում իրենք։ որ օրինակ լույս չկար, բայց պետք էր ինչ-որ կերպ լուծում գտնել։ Սկսած ֆուջիկաներից մինչև դվիժոկները, որը վստահ եմ շատերը մեր հայրենակիցներից կհիշեն, որովհետև բոլորն են այդ ամենով անցել, բոլորը։ Բայց մյուս կողմից իհարկե ես ընտանիքում միշտ տեսել եմ ջերմություն, միշտ տեսել եմ ամենալավը, ուշադրությունը եւ մի բան էլ ասեմ քեզ, ես ընտանիքում փոքրն եմ։ Ես ունեմ ավակ եղբայր, ով կարողացել է անել ամեն ինչ, որ ես լինեմ ազատը, մի քիչ չարաճճին, որովհետև տան, կենցաղային հոգսերը, ընտանեկան հարցերը, որ պետք է օրինակ զավակը օգտակար լինի, ամենը արել է եղբայրս։ Ու արել է փայլուն։ Իդեպ մինչ օրս։ Հա։ Այո։ Ամենապատասխանատու որոշումը քո պատանեկության որն է եղել։ Գիտես, պատանեկության ընթացքում երևի տենց հատուկ որոշում բարև ձեզ, հատուկ որոշում երևի չեմ առանձնացնի, այ կարամ երևի ավելի շուտ դեպի ուսանողական տարիներին առանձնացնեմ, պատկերացրա երկու ընտրություն ունեի, Երևանի պետական համալսարան բարև ձեզ և հայ-ռուսական համալսարան։ Երևանի պետական համալսարանում դասավանդում էր հայրս, հայ-ռուսական համալսարանում մայրս։ Ես ընտրեցի հայ-ռուսական համալսարանը եւ գտնում եմ, որ շատ ճիշտ ընտրություն կատարեցի, բայց պատասխանատվության տեսանկյունից մի կարևոր դետալ կա։ Երբ դե բնականաբար չէ կուրսա 70-ից ավել ուսանող ենք, իրար մեջ ինչ որ հարցեր ա լինում, վեճեր ա լինում եւ այլ, այդ ամեն ինչով անցել ենք։ Ես մեծացել եմ Մանումենտում, նորմալ պատկերացրել եմ ամեն ինչ։ Տղայական կռիվներով, հա, իհարկե, շատ նորմալ ու շատ դրական եմ այդ ամեն ինչը ասում, թեև ես միշտ փորձել եմ, որ կռվին չհասնի, էլի բանակցություններով հնարավոր լինի բարև ձեզ, հնարավոր լինի հարցը լուծել։ Երևի էդ էլ նպաստեց փաստաբանական գործունեության համար, բայց ինչև է։ Պատկերացրեք, ինչ որ վեճ ունենում եմ, ծեցկերել ես այդ տարիքում։ Ուսանողական տարիներում չէ, կիսատ եմ երևի ունեցել, բայց նենց էլ չի։ Ես էլ եմ խփել, ինձ էլ են խփել, սենց։ Բայց իդեպ իրանք շատ էին։ Բայց ոչինչ։ Էդ էլ է, տղամարդու համար ամեն ինչն էլ պետք է լինի։ Հիմա դրա պակասը խնդիր է, տենց ասել։ Ճիշտ ես։ Հիմա պատկերացրա, ես վեճ եմ ունենում կամ ինչ որ հարցեր ենք ունենում, գալիս եմ տուն, ծնողներս ինձ պատմում են դրա մասին։ Ես այդտեղ հասկանում եմ, որ իմ գործողությունների համար ինչ որ իմաստով դիսկոմֆորտ եմ տալիս ծնողներիս։ Որովհետև գալիս էին օրինակ մամայիս պատմում էին, որ ես ինչ չար եմ պահում կամ սենց չարաճճի եմ եւ այլ։ Այդտեղ ես գիծ քաշեցի, հասկացա, որ պետքա ոչ միայն լավ սովորեմ, այլ եթե նույնիսկ կռիվել եմ անում, նենց անեմ, որ ոչ մեկ չիմանա։ Ու ստացվեց դա իմ մոտ։ Արամ, ո՞րն է եղել քո կյանքի այդ շրջանի ամենամեծ հարվածը, կորուստը, մի բան, որ քեզ մեծացրել է։ Մեր ջան, սրա մասին շատ քչերը գիտեն։ Մինչև մեր հարցազրույցը տատանվում էի, պատմեմ քեզ դրա մասին, թե չէ, բայց կպատմեմ։ 2009 թվականին, երբ բակալավրը ավարտեցի, ստացա արդեն իրավագիտության բակալավրի աստիճան, գլանդերս վիրահատեցի, որովհետև ինձ թվում էր դա ճիշտ է, որ ասեմ բժշկական ցուցում կար այդքան է, չէ, բայց տենց։ Դրանից հետո մի քիչ հետ վիրահատական շրջանը ինչ որ դժվարություններ ունեցավ, բայց անցավ գնաց։ Իմ հարազատ մորաքույրը բնակվում է ԱՄՆ-ում, Գլենդելում, խնդրեմ։ Որպես բժիշկ ասեց հերթական անգամ, որ գամ ամառային էս արձակուրդի շրջանը անցկացնեմ ԱՄՆ-ում։ Տոմս առա, թռա, շատ լավ ժամանակ անցկացրեցի։ Վերջին օրերին ինչ որ անհասկանալի ռեակցիա էր, ջերմություն ունեի, թուլություն ունեի, ջերմություն ունեի, թուլություն ունեի, ջերմությունը որ պատկերացնես 40 աստիճան եւ այլ, մի քիչ իսկապես նենց ատիպիկ էր։
Վերադարձա Երևան, կարծես անցել էր, հետո նորից դա շարունակվեց։ Ոչ կարողանում էի համալսարան գնալ, արդեն մագիստրատուրայի ընդունվել։ Պատկերացրու ամեն օր դու ջերմում ես, բայց բացատրություն չունես, ինչի է տենց։ Ու տենց խնդիր չես ունեցել, որ քեզ ճիշտ ասեմ, ես շատ չեմ հիվանդացել։ Տարբեր բժիշկների մոտ գնացինք հետազոտման։ Ինձ չէին ասում ինչ դիագնոզ են դիտարկում։ Ոնց որ միշտ ինձնից թաքուն էին պահում։ Ես հասկանում եմ, որովհետև 19 տարեկան էի դեռ այդ ժամանակ, երևի չէին ուզում ինչ-որ շոկի ենթարկեին, բայց ամեն անգամ տեսնում էի մորս դեմքը, հորս դեմքը, եղբորս դեմքը, այդից կռահում էի։ Հետո մայրս խոսեց մորաքրոջս հետ, մորաքույրս ասեց շտապ թող նորից հետ գա ԱՄՆ հետազոտման։ Տեղից տենց հասկացա, որտեղ մայրս էլ հուզված էր, ասի լավ, ինչ են է, տենց իմ հետ կապված ասում։ Դե հուզված էր մայրս, տարբերակը, որը դիտարկվում էր, թոքի քաղցկեղն էր։ Որ պատկերացնես, դժվար է ասել ինչի, որովհետև ինչ որ մի բորբոքային process կար թոքումս, որը ատիպիկ էր։ Այդ տրամադրվածությամբ գնացի ԱՄՆ։ Գնացինք տարբեր հիվանդանոցներ հետազոտման, վերջին հետազոտումից հետո բժիշկը քմծիծաղով իդեպ հրեա բժիշկ էր, որը ԱՄՆ-ում իհարկե շատ հայտնի են, Սիդր Սինայում էի հետազոտվել։ Սենց ժպտալով ասեց, քեզ ինչ էին ախտորոշում։ Դե ասեցի, թոքի քաղցկեղ, ծիծաղեց, ասեցա լավ, երևի ձեր մոտ դեռ բժշկության հետ կապված մի քիչ հարցեր կա, բայց մյուս կողմից էլ ատիպիկ է քո մոտ այն ինչը որ կա։ Բայց պետքա հակաբիոտիկներ խմես, անտիբիոտիկ խմես, կանցնի։ Որ պատկերացնես կուրսը մոտ 2 ամիս էր։ Ամեն մի այդ դեղաբը խմելուց նենց ծանր է իր այդ ամենը տանում։ Բայց ես գում էի ոնց եմ ապակինվում։ Դրանից հետո վերադարձա հետ Հայաստան։ 20-ամյակս դիմավորել էի ԱՄՆ-ում առանց դրա համար որևէ մի նախադրյալ ունենալու։ Իսկ ես ծնունդս նշել այդ ժամանակ սիրում էի։ Լավ նիհարել էի եւ այլն։ Հետ եկա ու ինձ համար դա ոնց որ մի հատ ջրբաժան էր։ Մինչև այդ ամեն ինչը իմ կյանքը, ռիթմը, սովորելը եւ այլն, ու դրանից հետո Գիտես ամեն օրը կյանքի այդ ժամանակ շատ ավելի արժևորում ես։ Շատ հարցերի շատ ավելի այլ կերպ ես նայում։ Հա նույն օրինակ այն հարցերը, որոնք քննարկում էինք նույն մասնագիտական գործունեությանս հետ կապված, էմոցիոնալ հատվածները, հոգեբանական մոտեցումները, ինձ թվում է դրա պատասխանները շատ հենց այս դեպքից հետո են իմ մոտ, որ շատ հարցերի ուրիշ ձև են մոտենում, ուրիշ ձև են վերաբերվում։ Մյուսը տենց ճակատագրական, որ կարամ ասեմ, մեր ջան։ Դա իհարկե 2011 թվական դեկտեմբերի 10-ն է։ Ինքը մարդու իրավունքների օրն է, հա։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը այդ ժամանակ կա ընդունվել եւ այլն, բայց հիմա կասես դա ինչ կապ ունի։ Ես աշխատում էի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որպես մասնագետ, իմ առաջին աշխատանքն էր։ Մինչև այդ իհարկե շատ քեզ դիտարկում էին հաջորդ մարդու իրավունքների պաշտպան որպես։ Շնորհակալ եմ շատ բոլոր դիտարկողներին, իսկապես որովհետև շատ եմ կարևորել ու սիրել այդ աշխատանքը, շատ։ Դեկտեմբերի 10-ին հետարքիր մի նախաձեռնություն էր, որ մարդու իրավունքների էքսպո տեղի ունեցավ Համալիրում։ Ինքը տարբերվող բաներ շատ քչերն էին պատկերացնում այդ ոնց պետքա լինի։ Նաև շոու բիզնեսից ներկայացուցիչներ էին եկել, մեր ջան։ Այդ թվում Արևիկը Ուդումյան։ Դե իրականում ինքը շատ լավն է, այսինքն չգիտեմ, որպես մարդ ֆանտաստիկ է, բայց ես այդ ժամանակ իրան տեսա, ասեցի, ես ինչքան լավն է, ես ինչ արև է, էլի, որովհետև շատ լուսավոր է ինքը նաև։ Դրանից 2 տարի հետո Facebook-ը որ տալիս է, չէ, people you may know։ Դե բերում է Արևիկին պրոֆիլի նկարը մինչև այսօր հիշում եմ այդ ժամանակվա։
Դե տենց friend request ուղարկեցի, բայց չգիտեի ինքը ինձ հիշում, չի հիշում, թեև այդ օրը հաստատ դեկտեմբերի 10-ին մի բարդ տեքստերով մտքեր ասել էի հաստատ, չգիտեմ դուր եկել էր թե չէ այդ մտքերը։ Ընդունեց friend request-ս։ Որ ընդունեց արդեն այդտեղից փորձեցի ինչքան կարամ բարդ, պարզ, դիալեկտիկ մտքերից մինչև չգիտեմ ինչ, իրան ներկայացնեմ։ Շատ բարդ էր։ Սկզբից հետը շփումը շատ բարդ էր։ Բայց ես երևի այս մի հատկանիշն է ասեմ, հա իմ մեջ։ Ես բավականին համառ եւ անհաջողություններից երբեք չհիասթափվող մարդ եմ։ Եվ հաջողեցի, տենց ստացվեց։ Երեխաների մասին ինչ կասես, ունեք դուստր, որդի, տեսնում ես քո շարունակությունը իրենց մեջ։ Տղայիս մեջ տեսնում եմ։ Տղաս իմ կյանքի ամենամեծ թուլությունն է, մյուս շարունակությունը իհարկե աղջիկս։ Գիտես, տղայի հայր լինելը այնքան մեծ պատասխանատվություն է։ Ես տղայիս պայմաններում իմ ծնողների մոտեցումները այնքան եմ ավելի արժևորել։ Ես հասկանում եմ իրանք ինչ ապրումներ են ունեցել։ Իդեպ մայրս հաճախ տենց խոսք ուներ, ասում էր, որ այ երբ դու երեխա կունենաս, տենանք դու ոնց կանես։ Հա։ Տղայիս մեջ իմ բնութագրիչներ կամ ինչ որ տենց են, որ ասում են, նման է ոնց որ ինձ, բայց իհարկե երկուսն էլ դիմագծերով իմ պատկերացմամբ Արևիկի կոպյան են։ Մի անգամ Արևիկին կատակով գիտես ինչ էի ասի, հիմա չգիտեմ, ուրախ կլինի, որ ես պատմում եմ, թե չէ, ասում էի, որ եթե ես մի հատ ուրիշ կնոջից երեխա ունենամ, էլի Արևիկի կոպյան է լինելու։ Ես չգիտեմ, նենցա երկու երեխա, երկուսն էլ Արևիկին այդքան նման։ Արևիկներ կային, հա, ուրիշ կնոջից երեխա անել։ Բացարձակ։ Իդեպ ասեմ, այդ առումով Արևիկը նաև ոչ միայն մթության մեջ միշտ իմ համար լույսն է։ Ինքը այն մարդն է, որ ինձ տենում է նաև միտեղ տխուր, միտեղ էներգիաս սպառված։ Դժվար է, ուրիշները տենց չեն դեն։ Հա, կարծում եմ, այդքան էլ հեշտ չի։ Ինչով ես դու բարդ։ Գիտես, ինձ թվում է էմոցիոնալ մարդիկ, ում մի քիչ տենց չափից դուրս միգուցե տենց մոտիվացված մարդիկ, իրանք հեշտ մարդիկ չեն տանը։ Այ հենց ես գործի մեջ շատ էֆեկտիվ եմ է։ ուզում լսել։ Գիտես, հարցազրույցի ընթացքում դու էմոցիոնալ չէիր ու քո բոլոր գործողությունները շատ ռացիոնալ են, ոչ էմոցիոնալ, դա ենթադրում է քո մասնագիտությունը։ Ես քեզ չէի ճանաչում, այսօր առաջին անգամ ենք իրար հետ զրուցում, նախկինում այդպես տեսել ենք, բայց զրույցի առիթ չի եղել, Արևին գիտեմ դեռ 20 տարի առաջ ու շատ ջերմ է վերաբերվում։ Բայց ես միշտ նկատում եի քո ելույթների ընթացքում քո էմոցիոնալ լինելը, երբ անգամ խոսում էիր ոչ էմոցիոնալ թեմաների վերաբերյալ։ Ու ինձ դա միշտ դուր է գալիս, երբ մարդ գլխով ընկնում է իր արած գործի մեջ։ Եվ դա ակնհայտ է ու կարծում եմ, որ քաղաքական առումով դա միայն ու միայն դրական է։ Ես իմ գործը սիրում եմ։ Իսկապես, ես փաստաբանության հետ կապված 2018 թվականին որոշում կայացրեցի, որ ես այլևս զբաղվելու եմ փաստաբանական գործունեությամբ։ Այդ որոշումը կայացրեցի ու այդ որոշմանը հետևողական է։ Կարծում եմ ինձ մոտ փաստաբանական գործունեությունը վատ չի ստացվում։ Ընդհանրապես գտնում եմ, որ ցանկացած բան, որ մարդ անում է, պետք է անի նվիրումով եւ սրտով։ Դրա մեջ դնի ոգի, դրա մեջ դնի էմոցիա։ Ես տենց եմ անում։ Մենք Երևանի ամենանորաձև ու գեղեցիկ վայրերից մեկում ենք Պավլե ռեստորանում։ Իմ մեջքի ետևում դուք տեսնում եք մենք ենք մեր սարերը հայտնի ու լեգենդար ֆիլմից հիշեցնող պատկեր։ Հիշում եք նաև Խորեն Աբրահամյանի մարմնավորած կերպարը, Պավլե այդպես էր նրա անունը, եւ այս ռեստորանը մտահղացած հեղինակները հենց այդպես էլ պատկերացրել են միջավայրը։ Լեգենդար ֆիլմին համապատասխան լեգենդար խոհանոց կա այստեղ հայկական բարձրակարգ ուտեստներով։ Ցավոք այնպես է ստացվել, որ հայկական խոհանոց ասելիս մենք պատկերացնում
տեսնում ենք արագ սննդի կետեր կամ վայրեր, որոնք ոչ այնքան ներկայանալի են։ Մեր հայերի պարագայում այդպես չէ, բայց այնուամենայնիվ պետք է նշել, որ Պավլեն եկել է այդ բացը լրացնելու։ Ընտանեկան, ընկերական եւ կորպորատիվ միջոցառումների համար կարող եք այցելել հենց Պավլը ռեստորան եւ վայելել այս գեղեցիկ միջավայրը, կենթանի հնչողությամբ երաժշտություն, լավագույն արտիստների կատարումները եւ բարձրակարգ սպասարկում։ Միացյալ Նահանգներում երազանք է ունենալ տուն, առանձնատուն, իսկ երբ ունենում ես առանձնատուն, երազանք է ունենալ լողավազան։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն լողավազանով տուն, բնականաբար մի օր հասկանում են, որ այդ լողավազանը պետք է խնամել։ Խնամքի համար ծախսվում են հսկայական միջոցներ եւ կան մասնագետներ եւ մասնագիտացված խանութներ, որոնք կոչված են հենց դրա համար։ Այսօր մեր հաղորդման մեջ ես ուզում ձեզ ներկայացնել մեր նոր գործընկերոջը, խանութ, որը գտնվում է Փասադինայում եւ այն կոչվում է Best Pool Shop։ Այս խանութը մեծ խանութ է, այս խանութը աչքի է ընկնում ֆանտաստիկ սպասարկմամբ։ Այս խանութում աշխատում են բարձր պրոֆեսիոնալներ, ովքեր ձեզ կտան ամենատարբեր ձեզ ուզող հարցերին պատասխաններ եւ որ ամենակարևորն է, այս խանութում ներկայացված ապրանքները, որոնք կոչված են ձեր սպաների եւ ձեր լողավազանների խնամքի համար եւ ինչու՞ չէ նաեւ կառուցելու եւ այն ընդլայնելու եւ պահելու համար աչքի են ընկնում չափազանց էժան արժեքներով։ Գնանք ներս եւ ավելի մանրամասն ձեզ ցուցադրեմ ապրանքները։ 25 տարի շարունակ իմ լողավազանը սպասարկող մարդը անընդհատ գալիս է եւ իր հետ բերում է նման ամենատարբեր նյութեր, որը նպաստում է լողավազանի մաքուր մնալուն։ Եվ իհարկե ինձ գանձում է չափազանց մեծ գումարներ։ Գալով այս խանութ դուք կարող եք գնել նույն այդ նյութերը, նույն այդ ապրանքները, նույն այդ ֆիլտրերը, ավելին ասեմ, տաքացնող հսկայական սարքերը շատ էժան արժեքներով։ Shop by Raya։ Հենց այս հասցեով է գտնվում քաղաքի ամենանորաձև խանութ սրահը, որտեղ դուք կարող եք ձեռք բերել յուրաքանչյուր տարիքի, յուրաքանչյուր իրավիճակի համար լավագույն զգեստները։ Դրանք ընտրվում են եւ շատ հաճախ ընտրվում են հենց արտիստների կողմից, ովքեր աշխատում են ամերիկյան մեդիայում կամ ամերիկյան շուկայում։ Կան բազմաթիվ արտիստներ, ովքեր հենց վստահում են այս խանութ սրահին։ Մեկ անգամ եթե գաք այստեղ, վստահ եմ, որ գնային ճիշտ քաղաքականության եւ որակյալ հագուստի պատճառով կկարողանաք մի ամբողջ զգեստապահարան հավաքել։ Արև, իմ վաղեմի գործընկեր, մարդ ով միշտ ոլորտում կա, միշտ ճպտում է, միշտ տաք է եւ միշտ բզեզի պես աշխատում էր։ Բայց իհարկե բոլորս ուրախացանք քո անձնական կյանքի նորությունը երկար տարիներ առաջ լսելով, իմանալով, որ դու գտել ես քո երկրորդ կեսի։ Ինչպիսին է Արամը, ինչպես եք միասին ծանոթացել։ Իմ միջորդ բզեզի պես հիմա էլ եմ աշխատում։ Այդ բզեզը չի լինում հանել ինչքան էլ ուզում ես։ Արամի հետ ծանոթացել ենք, չգիտեմ ինքը պատմել է դրա մասին թե չէ, երբ ինքը աշխատում էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւ իրենք անում էին էքսպոն կազմակերպում էին իրենք եւ Կարեն Անդրեասյան պաշտպանը, Արամը աշխատում էր այնտեղ մենք իրար տեսել ենք։ Բայց դա տենց զուտ ծանոթություն ա եղել, հետո արդեն Facebook-ի միջոցով եւ կարելի ասել իր համառության միջոցով։ Ինչով է գրավել այդ տղամարդը քեզ առաջին հերթին։ Մհեր, ուրեմն իմ կյանքը բաժանվել է մինչև Արամը ու Արամից հետո։ Որովհետև Արամը ֆանտաստիկ կերպար է։ Հիմա ես ինչ որ այսօր խոսամ, մի քիչ կարող է ցած տարօրինակ հնչի, որ ես դա ասում եմ իմ ամուսնու մասին, բայց ես ասում եմ այն մարդու մասին, ում հետ ես ապրում եմ, ում հետ ես 24/7 եմ, ում հետ մենք անցել ենք շատ տարբեր փուլեր։ Եվ ես ոչ թե հիմա ուզում եմ ասեմ, վայ, որ հայտնի բան կա, չէ, իր նման պապա, իր նման ամուսին, Արամի նման մարդ, ես չգիտեմ, շատ մեծ մարդ է։ Ու երբ Արամին ճանաչում ես, ես չգիտեմ մարդ, որ Արամին ճանաչում է։ Լավ, կարևոր գծերն է սա իր բնավորության, որ քեզ ուղակի տենց տապալել է։ Նախ ասեմ, Արամը ասենց էներգիայի կծիկ է։ Այսինքն մենք տենց ծանոթացանք, բայց երբ մենք երկար շփումից հետո հանդիպեցինք արդեն, հա, իդեպ երկուսով չենք հանդիպել, երկար ժամանակ են հայկական ընկերուհիներ այդ ամեն ինչը կար, մինչև հետո մի օր մենք հասանք այդ երկուսով ընթրիքին։ Ինքը ուղղակի նենց էներգիա ունի, ինքը այնքան իմ համար կարևոր է,
խելացի է, ինտելեկտուալ է, բաց է, մեծ է, որ սենց եղավ, ոնց որ ես կայ, ու սենց ինքը սենց վաու հայտնվեց, ու վերջ, մինչև հիմա էդ է։ Արև ինքը շատ հաճախ վտանգավոր իրավիճակներում է կապված աշխատանքի մասնագիտության, իր ընտրած ճանապարհի պատճառով։ Ցույցեր, բողոքի ակցիաներ, ձերբակալություններ, շատ ու շատ բաներ, որոնք սովորական միջին վիճակագրական կնոջը պիտի տագնապային զգացողություն փոխանցեն։ Քո դեպքում ո՞նց է դա լինում։ Ինչ ասեցիր ճիշտ է։ Պանիկայի մեջ դες նայում ես լայվերը, հա, հասկանաս թե ինչ է։ Գիտես ոնց է, այնքան կարևոր մի հատ պահ կա, որ ես խորհուրդ կտամ նաև բոլոր այն աղջիկներին, ովքեր նոր ընտրություն են կատարում։ Երբ դու ընտրում ես այն մարդուն, որը սենց լրիվ քոնն է, որ դու իր տեսակի հետ, իր մտքերի հետ սենց լրիվ համաձայն ես ու գտնում ես, որ ինքը արժան է ամեն ինչին, նաև քո զոհաբերություններին, այդտեղ արդեն հարց չի առաջանում։ Անհանգստություն իհարկե լինում է երբեմն այն աղջիկական կանացի դե մենք կարող ենք ավելի հանգիստ ապրել, ինչու մենք չունենք շաբաթ կիրակի, ինչի մենք կյանքում չունենք ամառային հանգիստ պլանավորել։ Այդ բոլոր աղջիկականը լինում է իհարկե փորձում դոզայի մեջ անեմ, իրան էլ չհոգնեցնեմ, բայց դու իր հետ ես ու վերջ։ Իրար հետ ինչ պետք է անում ենք։ Գնում ենք կռվի, հանգստանում ենք, ամեն ինչը դու են կանանցից ես ովքեր կգնան կռվի իրենց ամուսնու հետ։ Իհարկե։ Եվ կթաքցնեն արյունոտ դանակը, հա, եւ կթաղեն դիակը։ Թե հակառակը ինչ որ մի պահի կասես, որ սա իմը չի կներես։ Չէ, Արամը այնքան իր արարքների մեջ հաճախ նույնիսկ չափից ավել բարի է, հասնող է, անող, այսինքն Արամը action մարդ է։ Այստեղ կյանքում չի լինում միտք, որ այս բանը կարող է վատ արում։ Լինում է միտք վտանգավոր է, բայց երբեք չի լինում միտք, կարող է սա սխալ է, որովհետև դա իմ կյանքի երևի ամենամեծ երջանկություններից է, թե ոչ ամենամեծ երջանկությունը, որ ես իմ կողքին ունեմ տղամարդ, ում ես եւ հավատում եմ, եւ հիանում եմ իր ուղեղով ու տեսակով, այդ մի հատ մեծ յուրտ ունի, ու ես մեկ-մեկ ասում եմ, եթե մեզ մի օր լսեն, ես այն մեր տան վատն եմ, որովհետև ինքը միշտ ներողամիտ է։ Իսկ ո՞նց ես ապրում այդ իրավիճակում, որովհետև դե դու էլ հանրային մարդ ես, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ քաղաքականության մեջ է քո ամուսինը, ձեր հեռախոսները լսելու են հարկ եղած դեպքում, ձեզ հետևելու են հարկ եղած դեպքում, անձնական տիրույթ մտնելու են հարկ եղած դեպքում, այդ էլ ասես գուցե խոսքերով ասելով հեշտ բան է, բայց իրականում քո կյանքը դնում ես մի կողմ ու հասկանում ես, որ մտնում ես մի դաշտ, որի մասին մտքովդ անգամ չեր անցնի։ Այ ինչ ես կարծում այդ մասին։ Բնականաբար առանց Արամ, հա, այլ սցենարի դեպքում իմ կյանքը կլիներ շատ ավելի միգուցե հարթ, հեշտ, միգուցե սենց ավելի չէ, միգուցե չէ, կլիներ հարթ ու հեշտ, բայց հասկանում ես, դա ինքան քիչ է, այն նրա կողքը, որ դու ունես քո կյանքում իրան, ու որ դու ունես մարդու, որը ոչ թե լոգ իր ընտանիքի մասին է մտածում, որտեղ իրականում շատ ունենք դեպքեր, որ շատ լավ պապա է, դե շատ լավ ամուսին է ինքը իր ընտանիքի համար, դրա մասին չենք խոսում, այսինքն ես որպես կին կարող է հաճախ նույնիսկ բողոքեմ, որ մենք քիչ ենք իրան տեսնում, ինքը քիչ է մեր կյանքում, բայց ուղղակի դու այդ պահին հասկանում ես, դու ուզում ես քո կողքը լինի մարդ, ով շատ ավելի մեծ արժեքների հետևից է գնում ու ասում ես այո։ Լավ, արի փորձենք հասկանալ Արամը ինչպիսին է, երբ իր կառավարումը կորցնում է, օրինակ, երբ խանդում է, ջղայնանում է, ինչպես է դա դրսևորվում։ Դու դա երբեք չես իմանում։ Ես Արամին, չգիտեմ, 13 տարի գիտեմ ու մենք առաջին հենց այն ընթրիքը, որ ասում եմ երկուսով առաջին անգամ ունեցանք, նենց հետաքրքիր է, ոչ ինքը, ոչ ես, ու մանավանդ ինքը։ Կյանքում չենք մտածել, որ սա ուղղակի ընկերություն է։ Այսինքն շատ հետաքրքիր պահ է, որ մենք առաջի վայրկյանից իմացել ենք, որ էսա ու վերջ։ Այդ ինչ որ տենց կախարդական բան կա, թե չգիտեմ, ոնց է պատահում։ Այս տարիների ընթացքում մհեր ես դա երբեք չեմ իմացել։ Ինքը ունի իր ռեակցիաները, հետո իրան լավ ճանաչելուց հետո նոր հասկանում ես, որ ինքը էստեղ այն էմոցիան ուներ։ Բայց ցած շատ իսկ առածաձեռն ու շռայլ, Արամը։ Արամը շատ կամեցող է եւ միշտ իր ունեցածի
համեմատ եղել է ավել անող։ Օրինակ կարող է զանգես իրան Փարիզից, ասես, օ, այստեղ Hermes-ը ինձ վաճառում է Birkin պայուսակ, կարող եմ օգտագործել քարտը։ Նայ, քանի որ Դա պիտի լինի խելամի։ Չէ, ես դա կյանքում չեմ արել կոնկրետ Hermes-ի դեպքում։ Դե լավ, այ պատկերացնենք, որ Hermes իր պատասխանը միանշանակ վերցրում։ Всё։ Միանշանակ։ Ու ես իմիջիալոց ասեմ, դա այն մարդն է, որը եթե ես չբզբզեմ իրեն, ինքը տարիներով իրեն կարող է ոչինչ չհակնել, ինքը տարիներով կարող է ոչինչ չգնել, այսինքն այն ինչ որ Արամին առնում ենք, անում ենք, դա ես բզբզողն եմ, որից հետո մեկ-մեկ ինքը հավեսի անգնում, ասում է, «Բայ կարող է սա էլ թարմացնենք», բայց ես եմ միշտ այն մարդը, որ ասում եմ, «Առնենք քեզ համար, ինքը իր համար, կարա տարիներով ոչինչ չառնի»։ Առաջնեկի ծննդից հետո Արամը հարբել է։ Հաստատ հարբած կլինի։ Իսկ ինչ ձև է լինում, որ ինքը հարբած է լինում։ Կյանքում չես կարա շատ մեծ տարբերություն զգաս։ Սիրառատ է լինում Գիտես ինչ մհեր, մի հատ հետաքրքիր բան ասեմ քեզ։ Ես որ Արամին նոր էի ճանաչում, ես չէի կարող հասկանալ ո՞նց է ինքը սենց։ Դու նույն ձևի էիր, երբ իր հետ խոսում էիր այսօր, որովհետև երբ Արամին լավ չես ճանաչում, քեզ թվում է ինչ որ մի բան ստեղ այն չի։ Չէ, երթվում եմ այդպես չէր իմ մոտ, հակառակը հասկանում որ իմ առաջ լավ տղա է նստած։ Երբ պապաս առաջին անգամ լսեց Արամի հարցազրույց, մի քանի բան ցույց տվեցի, իսկ մեր ընտանիքի համար խոսքը, ինտելեկտը շատ կարևոր է։ Ինձ էլ շատ կարևոր էր բնականաբար մերոնց կարծիքը։ Պապաս մի քանի ինտերվյու նայեց, հետո սենց արեց։ Կամ այս տղան շատ լավ անգիր է անում, կամ ինքը ուղղակի հրաշք է, որովհետև այդ տեսակը, հա, խոսելու։ Մենք գտնվում ենք Գրիգորյան Law Firm-ում, որտեղ Աննա Գրիգորյանը իր մեծ թիմի հետ զբաղվում է will and trust-ով, այսինքն կտակով եւ ժառանգությամբ, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներով։ Ողջույն Աննա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտել այսօր եւս շատ կարեւոր թեմայի մասին ենք խոսելու։ Շատ հաճախ մեր հայրենակիցները եւ ոչ միայն հայրենակիցները այստեղ Միացյալ Նահանգներում համադրում են իրենց ապրելու վայրը կամ իրենց առանձնատունը որոշակի բիզնեսների հետ։ Իրեն դրանք բժշկական ուղղվածության, մանկապարտեզներ եւ այլն։ Եվ երբեմն երբ կտակի եւ ժառանգության հարցը սխալ է լինում, նրանք որևէ արտարոտ իրավիճակում հայտնվում են խնդիրների առաջ։ Կպատմեք, թե որքանով լուրջ են այդ խնդիրները։ Խնդիրները այնքանով են լուրջ լինում, որ երբ որ կա տուն, որտեղ մարդիկ ապրում են, նաև աշխատասում են բիզնես, թե մանկապարտեզ, թե ինչ-որ բժշկական հաստատություն, ու ինչ-որ մեկը, դայակներից մեկը, երեխաներից մեկը, հիվանդներից մեկը, քույրերից մեկը վնասվում է այդ տան մեջ բիզնեսի աշխատանքի ընթացքում, իրավունքներ են ունենում ոչ միայն ինշորանսի դեմ, որ այդ տունը ունի, լինում են դեպքեր, որ նաև ինշորանս չի լինում, նաև կարողանում են լին դնել տան վրա եւ գումար պահանջել իրենց վնասվածքների համար։ Այսպեսով ինչ է պետք անել, եթե մարդիկ համատեղում են այդ բնակության վայրը կամ իրենց առանձնատունը բիզնեսի հետ։ Պետք է լինի ճիշտ պլանավորումը, պետք է լինի ճիշտ կազմակերպված թղթաբանությունը, որտեղ որ տունը դրված է տվյալ բիզնեսի անունի տակ, թե LLC, corporation եւ այլն, եւ հետո այդ corporation-ը տեղադրված է ուրիշ ինչ-որ մի թղթաբանության մեջ, որը ավելի պաշտպանում է ունեցվածքը։ Շատ լավ, եւ երբեք ուշ չէ, դա։ Դեպքից հետո ուշ է, եթե արդեն դայակը վնասվել է, շունը կծել է քույրին կամ երեխաներից ինչ-որ մեկ ընկել է այդ տան մեջ, արդեն ուշ է պլանավորել ինչ-որ մի ձևով պաշտպանելու տունը այս խնդիրներից։ Շնորհակալություն ինֆորմացիա եւ հագեցված տեղեկությունների համար։ Հիշեցնեմ, որ նշված հեռախոսահամարով զանգահարելով դուք կարողանաք կապ հաստատել Գրիգորյան Law Firm-ի հետ։ Ես գիտեմ, թե որտեղից գնել ամենաթարմ եւ ամենագեղեցիկ ծաղիկները։ Velvet Rose խանութսրահի մասին գիտեք նաեւ դուք։ Այնպես որ այցելեք Velvet Rose եւ կգտնեք ամենահետաքրքիր գունային կամ ծաղկային ձևավորումները։ Այս պարագային ես վստահ եմ, որ ում նվիրեմ ծաղիկները երկար է ուրախանալու դրանց ներկայությամբ, որովհետեւ դրանք չափազանց երկար ապրող ծաղիկներ են։ Այս մասնագետները ուշադրություն են դարձնում ոչ միայն դիզայնին, գույներին, այլ նաև ընտրված հումքի որակին, այնպես որ այցելեք Velvet Rose։ Եվ ձեր միջոցառումները նույնպես հարսանեկան, ծննդյան կամ կնունքի արարողությունը եւս կարող եք ձևավորել Velvet Rose-ի մասնագետների հետ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց սիրելիներին անակնկալ ծաղկեփնջեր նվիրել, դա կարող եք անել անվճար առաքման շնորհիվ եւս։ Նիհարելու գործընթացը արդեն շատ ավելի հեշտ է տարբեր ներարկումներով եւ տարբեր դեղամիջոցներով։ Արդեն Beauty Aesthetics-ում այդ հարցին վերաբերում են չափազանց մեծ պատասխանատվությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է այժմ։
Բժիշկ կասեք, թե որքան հաճախականությամբ է պետք զսկվել կամ որ դոզայով, վստահ եմ ձեզ այդ հարցը հաճախ են տալիս։ Իհարկե, այդ սրսկումների մեծամասամբ դա շաբաթը մեկ անգամ սրսկում է, խնդրում եմ գնացեք միտեղ, որտեղ որ կլինեք բժշկի հսկողության տակ, որտեղ պետք է հետևել որոշ օրգանների ֆունկցիային, ընդհանրապես շաբաթը մեկ է սրսկումը, ամենահաճախ, գիտեք, խնդիրներից մեկն է, այդ հարցերից մեկը, որ ես վերջերս ես այս փորձի հետ կապված հաճախորդները զանգահարում են, ինչքան ժամանակ պետք է սրսկվեն։ Այդպիսի բան չկա, ինչքան պետք է սրսկվել։ Շատ կարևոր է որ դուք զրուցեք ձեր բժշկի հետ եւ որոշեք որն է ձեր նպատակը, ուր եք գնում, ձեր գոլը։ Խնդրում եմ, սկսեք դանդաղ, խնդրում եմ, եթե հասնելու եք այնտեղ, որտեղ ուզում եք լինեք, դրանից հետո նաեւ դանդաղ պակասացրեք, որովհետեւ կարող է լինեն աղիքստամոքսային side effect-ներ։ Ընդհանրապես սկսում են փոքր դոզայից, օրինակ եթե տրզեպատիդ եք սկսում 2.5 միլիգրամի չափատական, խորհուրդ են տալի 2-3 շաբաթ գոնայի դոզայով, հետո կամաց բարձրացնել։ Ընդհանրապես կյանքում ամեն ինչի մոտեցումը սենց է։ Ինչ որ շուտ կորցնում ես կամ ձեռք ես բերում, նույնն էլ հակառակը կլինի։ Առողջ ձևով մոտեցեք, մի փորձեք մի շաբաթում 30 փաունդ, որտեղ դա շատ վատ է ընդհանուր օրգանիզմի համար։ Տվեք ժամանակ, ամեն ինչը իր տեղը կլինի։ Ձեր առողջությանը պետք է վերաբերել չափազանց մեծ ուշադրությամբ եւ կարևորություն տալ դրան եւ երբ աշխատում է պրոֆեսիոնալ բժիշկ, ով նաեւ միաժամանակ աշխատում է նաեւ ամերիկյան կլինիկայում, վստահ եմ, սա ավելին է, քան այն փինաչիները, որ սովորաբար աշխատում են որպես բժիշկ կամ էսթետիկ բժիշկներ, ինչը մեր համայնքում կներեք, բայց շատ հաճախ հանդիպող խնդիր է։ Այնպես որ այցելելով Artin Beauty Aesthetics կխուսափեք բոլոր այդ խնդիրներից։ Այս պահին ես գտնվում եմ մեր գործընկերոջ գրասենյակում ALA Renovations։ Այս ընկերությունը զբաղվում է սոլար համակարգերի, արագիակային համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաև շինարարական առանձին իհարկե ծառայություններով, որոնք բնականաբար լավագույն մասնագետների կողմից պլանավորվում են եւ իրականացվում։ Այդ ամենի հարցում վստահաբար մենք կարող ենք ասել, որ որակը, արագությունը եւ հումքի որակյալ լինելը համապատասխանում են ձեր բոլոր ակնկալիքներին։ Նաև պետք է հաշվի առնել, որ վերանորոգումը տանիքների շատ հաճախ շատ կարևոր է հենց ձեր առանձնատների գնի բարձրացման համար։ Հիմա արդեն խոսենք կարևոր մի թեմայի մասին, խոսքը սոլար համակարգերի տեղադրման մասին է։ Որևէ այլ կազմակերպություն նման առաջարկ ձեզ տալ չի կարող։ ALA-ը առաջարկում է ձեզ, եթե գրանցվեք եւ եթե փաստորեն կոնտրակտը պայմանագիրը ստորագրեք մինչեւ մայիսի ավարտը, ապա մինչեւ հունվարի 1-ը դուք չեք ունենա որևէ վճար։ Այդ թվում նաև այս գործարքները իրականացվում են 0% ներդրումով, կանխավճարով, այսինքն down payment-ով եւ 0% interest rate-ով, որը եւս շատ կարեւոր է։ Այստեղ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր իրենց գործի մասնագետներն են, պրոֆեսիոնալներն են, ամեն ինչ գիտեն A to Z, A-ից մինչև F եւ կարող են ձեզ ուղեկցել այս ողջ գործընթացում։ Այստեղ նաև սիրով սպասում են ձեզ գրասենյակում խորհրդակցությունների ինֆորմացիա ստանալու համար եւ մեր բոլոր հաճախորդները ALA-ի ունեն այս անվանական նվերները, որոնք վստահ եմ ձեզ շատ պետք կգան։ Այնպես որ այցելեք կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Ուզում եմ ասեմ, երբ ես նոր ծանոթացա, ուզում եի հասկանալ այս տղան լավ ինչ խնդիր ունի։ Չէ, երիտասարդ տղա է, մեկը սիրում է խմել, մեկը Հայլի որտեղ է թուլությունը։ Մհեր լուր ունեմ, ինքը չունի դա։ Ինքը չունի դա։ Մարդասպանում կտրտում պահում։ Ինքը չունի դա ու այդ ինձ այնքան է օգնում, որովհետև ես ոչ մի անգամ չեմ մտածում ինչը ոնց անեմ։ Ես գիտեմ ինչքան մեծ է ինքը, ինչքան բարի է ինքը։ Ու ընդհանրապես ես ուզում եմ փորձեմ իրան մի քիչ իրա գոնե կենցաղը հեշտացնել։ Երեխեքից ամենաշատում հետ է կապված տղայի թե աղջիկը։ Գիտես, Ռուբենին շատ ուրիշ ձև է սիրում։ Նունեի հետ ցենց են աղջկական կապ ունեն, Նունեն իրան ամեն կիրակի չնայած Արամը շատ քիչ ժամանակ ունի, բայց տանում այլ խաղալիքների խանութը, իրենք ինչպես մի շատ տոպրակով են հետ գալիս, ես ասում եմ ինչու այդքան շատ եւ այլն։ Բայց Ռուբենի ու Արամի կապը իրանց այդ էներգետիկայի նույնությունը եւ շատ ուրիշ մի հատ կապ ունեն իրանք ու Արամը անչափ բարի ծնող է, անչափ։ Եկել վերջին հարցը Արամին բոլոր կանայք սիրում են, ասում են՝ «Ո, էս են խելացի սիմպաթիչնի տղեն է», ես բազմաթիվ անգամներ լսել եմ։ Չես ներվայնանում։ Բացարձակ։
որովհետեւ հետաքրքիր է ձեր որովհետեւ ճիշտ են ասում։ Նայ, մհեր, ես քեզ հիմա ուզում եմ, որովհետեւ ես գիտեմ որպես հարցազրույց վերցնող։ Դրա համար չեմ ասում։ Չէ, ես քեզ ուրիշ բան ասեմ, ասում եմ։ Սպանում իրար ասենք։ Դա, նայ, ես քեզ հիմա ասում եմ, որպեսզի նաև մեզ դիտողների մոտ չլինի այդ տպավորությունը, որ միշտ ամեն մենք ունեցել ենք սկզբում դժվար շրջաններ։ Ես մաքսիմալ ասենց փորձում քեզ ճիշտը բացատրել։ Մենք ունեցել ենք սկզբում, երբ մենք փորձել ենք իրար հասկանալ, հա, այդ puzzle-ը դասավորվել ճիշտ, որովհետև ես կայացած մարդ եմ իմ կյանքով, ինքը իր, այսինքն սկզբում այսինքն այս վիճակը կարևոր պատերազմ, հետո հետես բարի շում, հետո հասկանում ես, որ վերջ է, բայց հետո հաստատ վերջը չի լինում եւ այլն, այդ եղել է։ Հիմա չկա դա։ Հեռախոսը ստուգում ես, արա։ Երբեք։ Իր թվերը ես գիտեմ, ինքը իմը, բայց վերնաշապիկից հոտ քաշում ես, կանացի պարֆյումի հոտ գալիս է թե չէ։ Երբեք։ Ան հետաքրքիր կյանք։ Բայց եթե եկել են օրինակ մոտեցել են, լավ են արել։ Լավ։ Երջանիկ ես արել։ Մհեր, ես նայ երկու պատմություն կա այստեղ, կա մեր հայկական կյանք, կա մեր Հայաստանը, կա մեր իրականությունը, ես ասեմ ավելին, կա աշխարհը, որը փոթորկված է, խառն է, վտանգավոր է, որը ինձ շատ խանգարում է, այսինքն ես այն մարդը չեմ, որ ասեմ, շատերը հիմա ասում են ես ապրում եմ բաբլում, ես չեմ ապրում երբեք բաբլում, ես չեմ կարող ասել, որ ես իմ մինի ընտանիքով երջանիկ եմ եւ ամեն ինչ լավ է, դա մի ընդհանուր այս աշխարհի մասն է, որտեղ կան շատ անհանգստություններ, թե որպես ծնող, թե որպես Արամի կին եւ այլն։ Եվ կա մի հատ մինի աշխարհ, որտեղ ես շատ երջանիկ եմ։ Ուղղակի լիակատար երջանկության համար ինձ թվում է ոչ մի սթափ խելացի հայրենասեր մարդ չի կարող այսօր բավարարվել իր մինի ընտանիքով։ Բայց քո դեմքին դա աջված է իդե։ Դες Արամի շատ եմ սիրում։ Արամն է քեզ է շատ սիրում, ուրախ եմ քո երջանկության համար ու լավա որ այսօր այդ առիթն ունենք, այո։ Արամ հիմա հատկապես ուրախանալու են միջին տարիքի կանայք, ում սիրելին ես դու։ Իրենք բոլորը քեզ շատ են սիրում եւ նյարդայնանալու են իշխանամետ երևի թե միջին տարիքից բարձր տղամարդիկ, ովքեր որ զայրանում են կապված գործունեության հետ, բայց այդ բոլորի հետաքրքրությունները մենք այսօր պիտի բավարարենք։ Փորձենք։ Քեզ բոլորը սկսեցին ճանաչել ավելի շատ եւ երևի թե մեդիա ակտիվությունը քո անվան շուրջ էլ ավելի մեծացավ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աղմկահարույց դատական գործի ընթացքում բոլորը մտածում էին, որ դու սատանայի իրավաբանն ես, սատանայի կարելի է դեպքում ճակերտների մեջ առնել, կպատմես այդ դատական գործը ինչպես ընդունեցիր եւ ինչպես առաջարկ վերցրեցիր։ Իսկապես մեր ջան, հանրության կողմից որպես փաստաբան ճանաչում ստացա հենց երկրորդ նախագահի դատավարության շրջանակներում, այդ գործի շրջանակներում։ Առաջարկը ստացել է ընտանիքի անդամներից եւ գիտես դա այն ժամանակահատվածն էր։ Ավակ որդին, հա։ Այո։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ հանրության արձագանքը ամեն մի նման տեսակ աղմկահարույց գործի շատ զգայուն էր, շատ զգացմունքային էր։ Միտեղ շատերին կաշկանդող էր նույնիսկ, որ պատկերացնես հենց այդ ժամանակահատվածում նույնիսկ փաստաբանների սպառնալիքներ էին ներկայացվում, իրապես մթնոլորտը շատ վատն էր, գործունեության համար շատ վատն էր։ Եթե սենց նայենք օրինակ Ամերիկայում բազմաթիվ գործեր են եղել, օրինակ O.J. Simpson case-ը, դա էլ իր մեջ ուներ զգայունություն, նույնիսկ դատական նիստերի ընթացքում այնտեղ ձախ կողմում մի խումբ էր հավաքվում, աջ կողմում մեկ այլ, բայց միևնույնն է այդ աստիճան լարվածություն չէր լինում, ինչ տեղի էր ունենում Հայաստանում։ Ցավով պետք է նշեմ, որ այդ էմոցիան, այդ ագրեսիան նաև հենց գեներացվում էր, սնուցվում էր իշխանությունների կողմից։ Ես երբ այդ առաջարկը ստացա, խոսեցի ընտանիքիս անդամների հետ, ինչ իմաստով, ուղղակի զգուշացրեցի, որ ինչ որ տեսանկյունից իմ գործողությունների պատճառով, իմ մասնագիտական գործունեության պատճառով, ինչ որ դժվարություններ իրանք էլ են ունենալու։ Բայց արդյոք դա ինձ համար կաշկանդող էր, նույն այդ մթնոլորտը, որ պատմում էի, բացարձակ, որովհետև մասնագիտական գործունեությունը փաստաբանի, շահերի պաշտպանությունը, խախտումներից մարդուն պաշտպանելը
Դա հեշտ գործ չէ։ Ու դու այդ ընկալումը պետք է ունենաս, որ կլինեն քննադատողներ, կլինեն քեզ կաշկանդել փորձողներ։ Մի հետաքրքիր բան պատմեմ, հերթական նիստերից մեկն էր, նախագահը կալանավորված էր այդ ընթացքում եւ ցախ կողմում հավաքվել էին աջակիցները նախագահի։ Աջ կողմում ընդդեմ հավաքվողները։ Բայց մի քիչ այդ օրը իրավիճակը խառն էր, այսինքն այդքան էլ հստակ տրոհումը չկար։ Ես տենց մոտեցա աջ կողմում հավաքվածներին ու բոլորին սկսեցի ջերմ բարևել։ Բոլորի մոտ մի քիչ շոկային էր ռեակցիան, որովհետև տենց մի քիչ չէին սպասում, որ պետք է հակառակ կողմի փաստաբանը գա ջերմ բարևի։ Բայց շատ դրական նորմալ անցավ այդ պահը, հետո իհարկե իրար մեջ լսում էի շշուկները, որ մի րոպե, ինչի է եկել մեզ բարևում եւ այլ։ Ես ընդհանրապես միշտ փորձում եմ ամենանույնիսկ ծանր գաղջ վիճակում էլ ինչ որ պոզիտիվ բերեմ։ Իդեպ դա միշտ ճիշտ էլ դուրս է գալու։ Արամ, ինձ հոգեբանական ասպեկտն է հետաքրքիր էս ամենի, այն ժամանակ հանրային ընկալման տեսանկյունից ցավոք երկրորդ նախագահը ընկալվում էր որպես կոռուպցիոներ, որպես թալանած մարդ երկիրը, որպես պետական միջոցները մսխած մեկը, եւ այդ առումով պաշտպանել մեկին, ում վերաբերյալ հանրային նման նեգատիվ ֆոն կա, դա իսկապես կաշկանդող է։ Այդ առումով ինչպես էիր ինքդ քեզ կառավարում քո հույզերը։ Գիտես, պետք է հաշվի առնել մի բան, որ առաջին անգամ չէ, որ հանրային հնչեղություն ունեցող գործեր են տեղի ունենում եւ նման էմոցիոնալ ֆոն ունեցող գործեր։ Հիմա դարեր առաջ էլ լինում էին գործեր, որտեղ կարծիքների բախումը ակնհայտ լինում էր։ Բայց ինչ է իրավաբանությունը։ Մի քանի սկզբունքների վրա հիմնված արժեհամակարգ։ Օրինակ, անմեղության կանխավարկածը, չէ՞, որը օրինակ Եվրոպայում, ԱՄՆ-ում շատ հարգվում է։ Շատ։ Իդեպ, հենց տենց էլ պետք է լինի։ Հիմա անմեղության կանխավարկածը Հայաստանում իհարկե չի հարգվում։ Այդ գործով էլ չէր հարգվում։ Բայց շատ հարցեր կարծում եմ հենց այդ գործի շրջանակներում բացահայտվեցին։ Հիմա օրինակ, ես տխուր բան պետք է ասեմ, ես գտնում եմ, որ մեր հասարակության մեջ արհեստական կերպով ներարկել են օրինակ իրավունքների ամենակոպիտ սահմանափակումից դրական էմոցիա ստանալը։ Մարդուն կալանավորելուց դրական էմոցիա ստանալը։ Դա լավ բան չի։ Իդեպ մեր հասարակության մասին չի այդ։ Հայ մարդու մասին չի այդ։ Մենք ընդհանրապես ապրումակցել, կարեկցանքի, այդ զգացումները կրող ենք։ Բայց ես տեսնում էի նաև, որ նույն այդ ժամանակահատվածում, երբ ապօրինի կալանք կար կիրառված, էմոցիան արթնացնել մարդկանց մոտ, որ չի կարելի ապօրինության նկատմամբ հանդուրժող լինել, իսկապես դժվար էր։ Բայց որոշ ժամանակ անց այն փոխվեց, էապես փոխվեց։ Բայց իհարկե այդ ճանապարհը դեպի այդ արդյունքը իսկապես դժվար էր։ Բայց ելի եմ ուզում ասեմ, ես այդ կաշկանդվածության զգացումը չեմ ունեցել, որովհետև մի բան է մեղադրանքը, լրիվ այլ պատմություն է։ Լրիվ այլ պատմություն է իրավունքների պաշտպանությունը, լրիվ այլ պատմություն է մեղադրանք հիմնավորելը։ Հիմա վստահ նույն այդ օրինակը բերեցի, չէ՞։ Բազմաթիվ հնչեղություն ունեցող գործերով ինչքան են եղել, չէ՞, դեպքերը, երբ պարզվել է, որ մեղադրանքը հիմնավոր չէր։ Բայց այդ ժամանակը հետ չէ։ Ես լրիվ հասկանում եմ ինչ դու նկատի ունես, բայց իմ հոգեբանական հարցին դու էլի ռացիոնալ պատասխան տվեցիր, ինչը կապված է բնականաբար քո մասնագիտական որակների հետ։ Բայց արի նորից վերադառնանք իմ դաշտ, որովհետև մեզ դիտում են մարդիկ, ովքեր այնուամենայնիվ չունեն մասնագիտական իրավական կրթություն եւ իրենց պետք է ավելի մատչելի ձևով բացատրել։ Եթե հիմա դուրս գանք փողոց, ես ու դու, ես կարող եմ անգամ գրազ գալ քեզ հետ, ապա մարդկանց մեծամասնության կարծիքով քո հաջողությունը կապված է մի մարդու ազատ լինելու մեջ, ով տարիներ շարունակ խախտել է երկրի զարգացման բնականon գործընթացը ըստ իրենց։ Եվ այդ ժամանակ այդ հաջողության դափնիները այնքան էլ քաղցր չեն եւ հաջողության պտուղները կարելի է ասել։ Այդ պահը չկա նեղվելու, որ ես արել եմ իմ գործը փայլուն, բայց այնուամենայնիվ իմ արած հաղթանակը ընկալվում է որպես ընդհանուր հասարակության պարտություն։
Ես հարցին երբեք չեմ նայ հաջողության դափնիների տեսանկյունից։ Երևի սա է նաև այդ հոգեբանական շատ կարևոր հատվածը, որ անկեղծ ուզում եմ ասել։ Ես նայել եմ հարցին իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որովհետև մի բան հստակ է։ Երկու սխալը երբեք ճիշտ չի դառնում։ Եթե հասարակությունը նույնիսկ ունի իր պատկերացումը, իդեպ մենք խոսում ենք հասարակության մի մասին։ Եկեք հարգանքով վերաբերվենք ցանկացած կարծիքին, բայց բոլոր դեպքերում։ Հիմա ստացվում է ինչ, եթե այդ կարծիքը դոմինանտ լինելու համար պետքա մեկ այլ սխալ անես, դրանից ճիշտ չի դառնում։ Անգլերեն հնչում է two wrongs never make a right։ Երկու սխալը երբեք ճիշտ չի դառնում։ Հիմա արդյոք դրանով դուրեկան երևույթ կլիներ հասարակության մի մասի համար, որ իրենց պատկերացրած սխալին սխալով արձագանքելը, չեմ կարծում։ Իդեպ ես գտնում եմ նաև, որ դա հենց մեր հոգևոր արժեքների տեսանկյունից էլ ճիշտ չի։ Ես հակված եմ կարծելու, որ տարիներ հետո ցանկացած այն տեսակ ապօրինություն, որին ի վերջո գնահատական է տրվելու, շատ ավելի սառնասրտորեն, առանց էմոցիաների, իսկապես հանգիստ մթնոլորտում, ես կարծում եմ նաև այդ կարծիքը կլինի դոմինանտ, որ սխալ բանը լավ բան չէ, որ օրինակ մարդուն իսկապես կալանքի տակ պահելը, երբ անմեղության կանխավարկածը ոչ մի կերպ չի հաղթարվել, երբ դեռ ոչ մի բան չի հաստատվել, երբ չկա դեռ դատավճիռ, լավ բան չի։ Տես Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի դատական գործը քեզ հայտնի դարձրեց եւ ես կարծում եմ, որ դա նաեւ որոշակիորեն ռիսկի գործոն էր իրենց ընտանիքի կողմից, երիտասարդ մեկին վստահել այդ գործը, թեև դու մենակ չէիր, բայց այնուամենայնիվ քո գործոնը երևի թե ֆրոնտմենի գործոններ է սպարագային, Սեթրակն է քեզ հետ կապվել, ինչպես ես հասկանում եմ, Քոչարյան, ու դա մեծ ռիսկ էր իրենց համար, բարեբախտաբար այդ ամենը լավ տեղի ունեցավ։ Հետո դու ընդգրկվեցիր կուսակցության մեջ, դարձար նաև նախընտրական ցուցակում, կուսակցական չեմ եղել։ Դարձար նաև падգամավոր եւ ազգային ժողովից որոշ դեպքերում բարձրաձայնեցիր որոշ խնդիրներ։ Հետո արդեն հրաժարվեցիր քո մանդատից, մանդատը վայր դրեցիր այն ժամանակ, երբ դա անկանխատեսելի էր, դա պատերազմի ավարտից հետո, այդ ցույցերի ընթացքում էր, դրանց ավարտից հետո։ Հիմա ես կողքից հետևելով մտածում եմ, որ դու դա արեցիր սեփական կաշին փրկելու եւ նավից փախչող առնետների տրամաբանությամբ, որովհետեւ հասկանում էիր, որ այդ քաղաքական ուժը այլևս չունի լծակներ եւ այդ ցույցերն էլ չեն աշխատում եւ հիմա պետք է փրկել այդ կաշին։ Արդյոք դա ճիշտ ընկալում է։ Մայր ջան, ես կարծում եմ փոքր-ինչ պատկերացում իմ մասին ունենալու դեպքում այդ կարծիքը առնվազն նույնիսկ վիրավորական կհամարես։ Հենց դու էլ տենց կհամարես։ Ես 2022 թվականին, երբ ցույցերը սկսվեցին, դիմադրության շարժման մասին էր խոսքը, չնայած ես որպես իրավաբան ունեի ճանաչում եւ падգամավորի կարգավիճակում լինելով հանդերձ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել։ Կովիդի ժամանակահատվածում, երբ աշխատողներին ստիպում էին ՊՇՌ տեստերը հանձնել, PCR տեստերի մասին էր խոսքը ու իրենց միջոցների հաշվին, պատկերացնում ես, օրինակ միջազգային փորձում տենց բան չկար, գործատուներ դա վճարում։ Հայաստանում ասում էին աշխատողները դա պետք է անեն։ Ես այդ հարցն էլ նաև սահմանադրական դատարանում եմ բարձրաձայնել, որոշակի արդյունք ստացել էինք։ Ինչևէ, բայց հանրության կողմից միևնույնն է, անցալվում է հիմնականում իրավական գործընթացների ծիրում։ Դիմադրության շարժմանը ամբողջ ակտիվությամբ, ամբողջ ներուժս դնելով մասնակցել։ Այդ ընթացքում, եթե օրինակ ուսումնասիրես, նաև ոստիկանների հետ բավականին լարված իրավիճակներ էին լինում, ոստիկաններից մեկը նաև փորձում էր ինձ խեղդել, իհարկե իդեպ հետագայում այդ ոստիկանի հետ կապված մի առիթով կպատմեմ, որովհետև ես իրականում իր գործողությունները իրան ներել եմ, թեև ինքս լինելով քրեական իրավունքի մաս, որովհետև ոստիկանները բռնություն էին գործադրում 3-4 քաղաքացու նկատմամբ, որոնք ոչինչ չէին անում, ու բռնությունն է, որ պատկերացնես, օրինակ քացով հարվածում էին քաղաքացուն։ Ես էլ որոշեցի, որ չեմ կարող դրան իհարկե հանդուրժեմ եւ մտել եմ իրենց մեջտեղը։ Ու ինձ մեկուսացնելու համար խեղդելու հնարքով դա արեցին։ Քավլիցի արեցին։ Ես ասում եմ, ներել են։ Ինչպես։ Հետագայում հանդիպում ունեցար, կապ ունեցար։ Պատկերացնում ես, հա, որովհետև ես այդ քրեական գործով տուժող էի, ով պնդեց, որ չի ուզում գործի ընթացքը տրվի։
Լավ բան չեմ արեի, դեպ դա չեմ խորհուրդ տալիս որևէ այլ մեր հայրենակցի։ Բա ինչու արեցիր։ Անկեղծ եմ ասում, մի քիչ երևի իմ մոտ հումանիստական, մարդասիրական մոտեցումները մեկ-մեկ անհամաչափ է լինում։ Բայց դա դեպքում տենց արեցի։ Բայց մյուս կողմից լավ բան էլ չի, երբ ոչ իրավաչափ արարքի համար պատասխանատվություն չի լինում։ Հետաքրքիր հանրային օրինակի դիսկուրս է։ տեսանկյունից հա, բայց մարդկային տեսանկյունից դա նորմալ է։ Հետագայում փողոցում տեսա այդ ոստիկանը, ասենց ինքը մոտեցավ, ասեց. «Բարև ձեզ, պարոն Վարդևյան», ասենց նայում եմ, ասում եմ, ով էր այս տղեն, դեմքը շատ ծանոթ, իդեպ շատ հաղթանդամել ոստիկան էր։ Հա, ասի, բարև ձեզ, բան, ո՞նց եք, բան, ասի, լավ ասախ, նորմալ է, եղբայր իմացի անցածն։ Քեզ էլ բարի ծառայություն։ Իդեպ հիմա կարծես էլ ոստիկանության համակարգում էլ չի։ Ամբողջ նվիրումս դրել եմ պայքարի մեջ, փողոցային իսկապես կարևոր պայքարի։ Այդ պայքարի շրջանակներում բարձրաձայնել եմ Արցախի շուրջ հնարավոր ռիսկերը, հատկապես դրա վրա եմ շեշտը դրել։ Եվ հենց թույլ տվեք տենց էլ ասեմ, չեմ հաջողել։ Ես դիմադրության շարժման պարտությունը համարում եմ իմ անձնական պարտությունը։ Եվ դրանից հետո ես ուղղակի հասկացա, որ այդ պարտության համար ես պետքա պատասխանատվություն կրեմ։ Պատասխանատվություն կրելու ձևերից մեկը մանդատը վայր դնելն էլ ու հրաժարական տալն էր։ Դա իմ անձնական որոշումն է եղել։ Արդյոք իմ նախկին գործընկերները, որոնք շարունակեցին իրենց գործունեությունը ազգային ժողովում, խորտակվող նավում են եղել, ոչ։ Բացարձակ։ Իրենք շարունակել են իրենց առաքելությունը, իրենց գործունեությունը, լավ կամ վատ թող հանրությունը գնահատի։ Բայց ես իմ կողմից տենց եմ ճիշտ գտել, որ որոշումս այդպեսին պետք է լինի։ Միևնույնն է, չէ, ես ստացվում է այդ շարժման պարտության ընկալումը ունենալու է իմ մոտ։ Հանրությունը տենց դա տեսնելու է։ Իսկ գործընկերներդ ինչպես ընդունեցին որոշումը։ Հետաքրքիր հարց ես տալիս։ Արի երևի սենց պատասխանեմ։ Արդյոք կար ցանկություն, որ ես այդ որոշումը չկայացնեմ, ավելի շատ այո։ Դե ինչ մենք արդեն Հայաստանի Միացյալ Նահանգներից տեղափոխվելով Հայաստանի կլինիկայում ենք իմպլանտում եւ այս պահին գլխավոր ստոմատոլոգին Հայաստանի Հանրապետության, ով նաեւ բնականաբար իհարկե այս կլինիկայի հիմնադիրն է, Դավիթ Մաթևոսյան, պիտի անհանգստացնենք աշխատանքային ժամի։ Ողջույն բժիշկ, գիտեմ որ սպասում եք ինձ, շնորհակալություն որ ժամանակ եք գտել։ Բժիշկ, մեզ մի շարք հարցեր են հետաքրքրում, որովհետեւ գիտեմ որ շատերը արդեն տեղյակ են եւ հետեւում են մեր խորհրդին համատեղելու բուժումը, եթե ունեն իրենց պլաններում այց դեպի Հայաստան, սակայն այս հարցում շատ կարևոր դեր է նաև ֆինանսական հատվածը եւ շատերը վախենում են գներից եւ այլն, կմանրամասնեք թե ինչպիսին է ֆինանսական տրամաբանությունը։ Միանշանակ Հայաստանի կլինիկայում գները որոշակի ավելի ցածր են, քան Ամերիկայի կլինիկայում, ինքներդ էլ գիտեք, հաշվի առնելով Ամերիկայում ծախսերը եւ մնացած այլ բաներ, բայց քանի որ մենք ցանցային կլինիկա ենք եւ մի շարք դեպքերում մենք ունենում ենք հատուկ առաջարկներ հենց մեր ցանցի համար, մենք կարողանում ենք Ամերիկայի կլինիկայում կարևորագույն ծառայությունների համար մեր ազգաբնակչության համար առաջարկել շատ հարմար պայմաններ, օրինակ կարևորագույն ծառայություններից իմպլանտացիայի ծառայությունը մեր կլինիկայում, Ամերիկայի կլինիկայում բավական հասանելի արժեքով ենք մենք առաջարկում, մեկ իմպլանտը 990 ԱՄՆ դոլար, որը որ իրականում շատ չլսված այո, շատ լավ գինի Միացյալ Նահանգներում։ Ժողովուրդ ասեմ, որ ես ինքս էլ բացի նրանից, որ համագործակցում ենք եւ տեղեկացնում ենք ձեզ իմպլանտումի գործունեության մասին, ինքս էլ օգտվում եմ հենց իմպլանտումի ծառայություններից, թե Միացյալ Նահանգներում եւ թե Երևանում իրոք լինում են խնդիրներ, ասեմ, որ այս անգամ այդ խնդիրը իմ որոշեցինք լուծել հենց Երևանում ու ամբողջ անձնակազմը աշխատում է պրոֆեսիոնալ, շատ դրական լիցքերով եւ որ ամենակարևորն է որևէ բանով չի տարբերվում Միացյալ Նահանգների կլինիկայի գործառույթներից, այնպես որ կոորդինատները ձեր էկրաններին են, եթե Միացյալ Նահանգներում եք Միացյալ Նահանգներում, եթե Հայաստանում եք Հայաստանում, կարող եք օգտվել իմպլանտումից։ 1983 թվականից ի վեր MS Travel-ը մասնագիտացված է ճանապարհորդությունների եւ առհասարակ ձեր հանգիստը գեղեցիկ դարձնելու հարցում։ Տիկին Մելանյանը այժմ իմ կողքին, ով հիմնադիրն է եւ այս համայնքում նրա անունը ասոցացվում է լավ հանգստի եւ լավ ծառայության հետ կապված հենց թռիչքների հետ։ Տիկին Մելանյա, այսօր ուրախությամբ պիտի խոսենք Տաթև Ասատրյանի եւ Արևիկի
նավարկության մասին։ Այո, շատ գեղեցիկ միջոցառում է օկտոբեր 26-ից 30-ը Մեքսիկո ենք գնում Royal Caribbean Cruise Line-ով, սիրելիներ, շատ արագ պետք է շարժվեք, քանի որ տեղերը շատ սահմանափակ են։ Վերցրել ենք բոլորի համար բալկոնով սենյակներ, 2 հոգեանոց, 3 եւ 4, նայած ընտանիքների մեծությանը։ Իհարկե, այս ամեն ինչը ուղեկցում է Տաթև Ասատրյանի 2 համերգների հետ։ Դա ֆանտաստիկ է, ժողովուրդ, երեք խոսում էինք Տաթևի հետ Ասատրյան ու ասաց, որ իրեն ամենաշատը դուր են գալիս հատկապես նավի վրայի համերգները, որովհետև այնտեղ նախ այդ համերգի ընթացքում մարդիկ շատ չեն ուտում եւ շատ մտերմիկ ու ջերմ շրջապատում է, միջավայրում է անցնում համերգը։ Ավելի ռոմանտիկ։ Եվ դեռ որոշ տոմսեր կան, արագացրեք եւ ընտանիքներով ու ընկերներով ձեր հոկտեմբերյան հանգիստը անցկացրեք հենց այս նավի վրա։ Ընտրեմ հրամեցեք։ MX Motors, West Los Angeles. House of Liquor-ում ենք մենք, որը Glendale-ում առաջին բացված liquor store-ն է։ Այստեղ դուք կարող եք ձեռք բերել ամենատարբեր տեսականիներից եւ բնականաբար իհարկե ալկոհոլի ամենալայն տեսականին է այստեղ ներկայացված։ Միաժամանակ հարկ է նշել, որ այստեղ լավագույն գներն են, ինչ առկա է շուկայում, եւ որ ամենակարևորն է, կարող եք գտնել ձեր նախընտրած ալկոհոլը հենց այստեղից։ Glendale-ում ապրող մարդիկ եւ հարակից քաղաքների վստահ եմ հաճախ են գալիս այս liquor store։ Եթե ձեզ համար նոր է ինֆորմացիան, ապա էկրաններին տեսնում եք հասցեն, անպայման այցելեք։ Կարող եմ Արամով քեզ դիմել։ Իհարկե։ Արամ ջան, խնդրում եմ, բացատրես մանրամասն։ Արի, այսպես ասենք, այնպես ասենք, ով չէ։ Մենք իսկապես առիթ հա, որ քեզ ճանաչենք։ Ու տես ես անմիջապես փոխեցի իմ կարծիքը լսելուց հետո, թե ինչու ես դու մանդատդ վայր դրել եւ դա արժանապատիվ տղամարդու քայլերից մեկը կարող էր լինել։ Հիմա խնդրում եմ բացատրես, որպեսզի ամեն ինչ པարզ հասկանանք։ Արի այդ արթուկած տեքստերը, օսլայած տեքստերը մի կողմ դնենք, քաղաքական դիվանագիտական մոտեցում ու մարդկային մոտեցմամբ այս հաղորդման ֆորմատը այդպեսին է։ Ով ոնց արձագանքեց քո որոշմանը, ով հասկացավ, ով չհասկացավ, ինչ ես անում։ Իմ որոշումը բոլորն էլ հասկացան, հենց ուղիղ եմ ասում, մեր ջան, որովհետև ես ունեի այնքան ինքնուրույնություն ու ինչքան էլ 36 տարեկանը, շուտով 37, բայց ինձ թվում է սպիտակած մազերով, ես այդքան ինքնուրույնությունը միշտ էլ կարողացել եմ ունենալ։ Այո, բոլորն էլ գիտակցում էին, որ ես եթե նման որոշում կայացնում եմ, ուրեմն այդ որոշումը կայացրել եմ։ Գործընկերներից մեջ կար կարծիք, որ ավելի լավ է մնայի։ Զուտ այն իմաստով, որովհետև թիմա ձևավորված եւ այլն։ Հա կար, իհարկե կար։ Բայց ես իմ որոշումը, որ կայացնում եմ, մեր ջան, ես իմ որոշումը կայացնում եմ։ Իդեպ իմ անձնական կյանքի տեսանկյունից էլ միշտ էլ տենց եմ եղել։ Դա լավ է թե վատ, այդ ուրիշ հարց է։ Որովհետև կարող է հենց նույն դիվանագիտական լեզվով ասած ինչ որ իրավիճակներում լավ լինի, որ ճկունություն ունենաս։ Ես չեմ ասում, ես ճկուն մարդ չեմ, չէ։ Բայց եթե որոշումը կայացրեցի, ես կարծում եմ հենց նաև էդ էլ էր խոսում նրա մասին, որ ինձ բազմաթիվ բարդ, ոչ հաճելի, ֆինանսապես նույնիսկ ոչ այդքան հարմար գործերով ինձ տեսած կլինի մեր հանրությունը։ Բայց սա է։ Ինչպես ընդունեց ՀՀ երկրորդ նախագահը քո որոշումը։ Հարգեց իմ որոշումը։ Ինչ խոսակցություն եղավ։ Խոսակցությունը ունեցել ենք շատ մարդկային ձևով։ Ես ներկայացրել եմ իմ պատկերացումը եւ իմ որոշումը։ Սա էլ բացահայտ եմ։ Ինքը ասաց, որ կարար լիներ տպավորություն,
թե ես կարող եմ քեզ հակառակի մեջ համոզել, բայց տենց բան չկա։ Ասի ես գիտեմ, որ տենց բան չկա։ Ու այդպես։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ քեզ հակառակում համոզել։ Ես չեմ կարծում, որ հատուկ դրա կարիք կար, մեր ջան, որովհետև նորից եմ ասում, ես իմ որոշումը եթե կայացրել եմ, ես այդ որոշումը կայացրել եմ։ Արամ, ով է այդ քաղաքական ուժում ամենաազդեցիկ դեմքերից մեկը, այսինքն մի քանի հոգու ասա։ Հայաստան դաշինքի մասին է խոսքը։ Դե նախագահի մասին խոսեցին։ Դե դա բարձ է։ Աննան Գրիգորյան միանշանակ։ Իդեպ որպես մարդ, որպես պայքարող տեսակել Իշխանը Սաղաթելյան կրկին։ Ագնեսան, Աղվանը Վարդանյան ազդեցիկ անձնավորություններ են, որպես մարդ բավականին հարգանքի արժանի են։ Այ քո նշած ցուցակում չկա Լևոն Քոչարյանը, ով անընդհատ հանրային ուշադրության կենտրոնում է, բայց մենք չենք կարողանում այնուամենայնիվ գնահատել իր ուժերը քաղաքականության մեջ։ Ինչ կասես այդ մասին։ Ցանկում կավելացնեմ, շատ հանգիստ, ասեմ մեր ջան, քանի որ Լևոնը Քոչարյան հետագայում պատգամավորի պաշտոնը ստանձնեց։ Ես ներկայացրեցի այն անձանց, որոնք 2021 թվականից են եղել Հայաստան դաշինքի պատգամավոր։ Իդեպ, երբ Լևոնը Քոչարյան դարձավ պատգամավոր, ես այդ ժամանակ պատգամավոր չեմ եղել։ Բայց Լևոն Քոչարյանի անունն էլ միանշանակ կարելի է ցանկում ներառել։ Ու իդեպ սա էլ եմ ուզում ուղիղ ասել, չգիտեմ դու տեսանյութը տեսել ես Լևոն Քոչարյանին վերաբերող քրեական գործի։ Չէ։ Ոստիկանների կողմից իրեն նկատմամբ բռնություն է գործադրել։ Հա, տեսել եմ այդ տեսանյութը։ Բայց ինքն է մեղադրյալը։ Տեսել եմ տեսանյութը, իհարկե։ Այսինքն դա էլ կարծում եմ, երբ սառը դատվի, թե այս տարիների ընթացքում ինչ քրեական գործեր են եղել ու դրանց վերաբերյալ գնահատական տրվի, այդ գործն էլ դրա ցանկում կլինի։ Արամ, ինչպես քո կարիերան գնաց դեպի ուժեղ Հայաստան, ինչպես Սամվել Կարապետյանի հետ համագործակցություն սկսեց, իրականում այդ ընթացքը դու ասացիր, որ օգտագործելու էիր քո իրավաբանական, քո այլ մասնագիտական հարցերով, բայց այնպես ստացեց, որ վերադարձար քաղաքականություն եւ ոչ այն քաղաքական ուժը, որ լքել էիր։ Հիմա դա եւս մի քարա այն նժարին, որ կար կոնֆլիկտ կամ անհամաձայնություն Հայաստան դաշինքում։ Մեր ջան, սենց նայենք 2022 թվականի նոյեմբերին հրաժարական տվեցի, ու այո, դու նաև ինչ-որ իմաստով ցիտեցիր իմ հայտարարությունից մի հատված, որ այո, պետք է զբաղվեմ, ավելի կենտրոնացնեմ ուժերս փաստաբանական գործունեության մեջ, այդպես էլ արեցի։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ քրեական գործերով շահերի պաշտպանություն եմ իրականացրել, թե հանրային հնչեղություն ունեցող գործերով, թե ոչ այդքան հանրային։ Աստծուն փառք հիմնականում հենց դրական ելքեր են ունեցել դրանք։ Անձինք արդարացվել են։ Այլ դեպքերում մարդկանց իրավունքները պաշտպանվել են։ Նաև իդեպ կորպորատիվ իրավունքի ոլորտում է հիմնականում փորձում կենտրոնանալ։ Արամ, որքան գումար ես աշխատել Ռոբերտ Քոչարյանի դատական գործից։ Անկեղծ հիմա որ ասեմ տենց կոնկրետ թիվ կդժվարանամ։ Դրա համար երևի հաշվապային է պետք հարցնել։ Մոտավորապես չես հիշում որքան։ Մոտավորապես էլ չեմ հիշի։ 5 միլիոն, 10 միլիոն։ Անկեղծ, եթե կոնկրետ թիվը չեմ ասելու, սխալ կլինի հիմա ասեմ։ $1 միլիոն։ Բացարձակ։ Շատ լավ։ Չէ, ես հասկանում եմ, կարող է տենց կարծիքներ լինի, թե ինչ մեծ վարձատրություններ եւ այլն, նման թվեր չկա, բայց մի բան կա հստակ։ Փաստաբանները իրենք պետք է լավ վարձատրվեն։ Գիտես ինչի։ Օրինակ, այդ հարցի պատասխանը ունենում են այն անձինք, որոնք դիմում են փաստաբան։ Օրինակ, կողքից մարդը, որը փաստաբանի ծառայությունից չի օգտվել, իր համար կարող տարօրինակ լինի փաստաբանը բարձր վարձատրվի, թե պակաս վարձատրվի եւ այլն։ Բայց այն մարդը, որ օգտվում է, գիտակցում է, որ փաստաբանը պատասխանատվություն է վերցնում։ Պատասխանատվություն ճակատագրի համար։ Լավ, դե այդ ամբողջը հասկանում ենք մենք ու հասկանում ենք, որ որոշակիորեն նաև ճակատագրի կապված է այդ մարդու հետ։ Բայց որքան գումար էր վարձատրել քեզ երկրորդ նախագահ։ Ոնց կարող է չհիշես այդ գումարի չափը մոտավորապես։ Անկեղծ եմ ասում, որովհետև որևէ գործով ես իմ վարձատրվող գումարի չափ չեմ հիշում։ Նու, ոնց ասեմ, կամ հիշողության խնդիր է, կամ այնքան գումար ունես, որ կարիք չկա հիշելու։
Արի հիշողության վրա գցենք, որ հարկայինի հետ խնդիր չունենա։ Չէ, հարկայինի հետ կապված էլ կարծում եմ փաստաբանական գրասենյակը, որի սեփականատերերից եմ հանդիսանում, բավականաչափ հարկ մուծող է։ Իդեպ, երևի հետո առանձին քեզ նաև կասեմ, թե ինչքան ենք հարկ մուծել։ Խնդիրը ուրիշ բանում է։ Ես ինքս ֆինանսական բնույթի հարցերով միշտ եղել եմ ոչ այդքան էֆեկտիվ։ Ինչի համար։ Որովհետև ես հիմնական իմ մասնագիտական գործունեությունը աշխատանքի անցնելը սկսել եմ պետական ծառայություն։ Իսկ պետական ծառայությունում աշխատավարձ է, ոչ թե ծառայությունների վճարը, որտեղ դու չես կարա բանակցես, այսքան գումար լինի, թե այնքան։ Այսինքն այս դեպքում էլի չես բանակցում։ Լավ, գումարը մի կողմ թողենք, էմոցիոնալ առումով, թեև շատ այսպես սառը եւ զուսպ մարդ է երկրորդ նախագահ, բայց ինչ արեց, երբ արդեն վճիռը հոգուտ իրեն էր ձեր շնորհիվ նաեւ գրկեց, չգիտեմ, հրավիրեց խորոված ուտելու, շախմատ խաղալու, չգիտեմ, ինչ որ հուշանվեր նվիրեց, համբուրեց, ինչ եղավ այդ էմոցիաների մեջ շատ զուսպ է, կարծում եմ դա մեր հանրությունը շատ լավ գիտի։ Նույնիսկ արձագանքը երևի այնպիսին էր, որ շնորհավորեցինք իրար։ Երևի այդտենց։ Շնորհավորեց, Արամ ջան ասեց, այդքան է։ Բայց իդեպ ջան շատ քիչ է ասում։ Գիտեմ, որ քիչ է ասում։ Ինչ լավ է, որ ես իրավաբան չեմ, պաստոր, որովհետև 3 օր կաշխատվի ես դեպքում։ Արամ մենք կանգառանք նրա վրա, որ դու դուրս եկար պաստորեն ազգային ժողովից, հետո զբաղվում էի իրավաբանությամբ։ Եվ հիմնականում կորպորատիվ իրավաբանությամբ էի ուզում զբաղվել։ Անկեղծ եմ ասում, դրա պատճառներից մեկը նաև նա էր, որ էմոցիոնալ տեսանկյունից շատ բարդ էր 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի ժամանակահատվածը իմ համար։ Ես 2021 թվականի պատգամավորական գործունեության ընթացքում երևի համարը ամեն ամիս այցելում էի Արցախ, ամեն ամիս։ Երբ Արցախում առաջին անգամ գազի մատակարարումը անջատվեց, տորը որ պատկերացնես երեկոյան Արևիկի հետ խոսում էի, ասում եմ, տենաս ով է հիմա գնացել մի հատ տեղում վիճակը հասկանա, ասում եմ լուրերով նայում եմ, ոչ մեկ չկա, ասում եմ դե երևի ճիշտ կլիներ գնալը։ Բայց այդ որ ասում ես, անկեղծ լինեմ, այն որ մտածում եմ երևի Արևիկը պետք է ասի, դե չէ։ Արևիկը ասեց ոչ թե ճիշտ է, այլ առավոտյան պետք է շարժվենք իրար, ասի դու էլ ես գալի, ասեց իհարկե։ Առավոտյան 6:30 մենք շարժվեցինք Արցախ։ Իրավիճակում տեղում մի խոսքով իրավիճակը գնահատեցինք, մաքսիմալ հնարավոր հանրային հնչեղությունը փոխանցեցինք, իդեպ ինչ որ ժամանակ անց այդ հարցը լուծվեց։ Բայց գիտես ինչն էր մեր ջան։ Ներքին տագնապը կար, որ մի վատ բան մոտենում է։ Այդ ժամանակ նաև բլոկադան տեղի ունեցավ։ Դա օդում կախված զգացողություն էր, թե ինչ որ դետալներից, ինչ որ իրավիճակներից էիր հասկանում։ Չէ, նաև իրավիճակից էի հասկանում։ Իրավիճակից հասկանում էի։ Սկսած նրանից, որ օրինակ 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ գնում էի Արցախ, օրինակ տեսնում էի, որ խաղաղապահ զորքերի քանակը պայմանական X է։ Դրանից հետո տեսնում ես, որ այն պակասում է։ Դրանից որոշակի հետևություններ անում ես։ Դրանից հետո տեսնում ես, որ քո Հայաստանի արտգործնախարարությունը Արցախ բառել չի օգտագործում։ Դրանից հետո տեսնում ես, որ քո երկրի իշխանությունը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում ստորակետ գոնե չդնելով, որ բայց դա Արցախը հայկական հող է։ Իսկ դա դարեր ի վեր տենց է եղել, դա know-how չի մի հատ։ Այդտեղից գնալով քո տագնապի զգացումը ավելանում է։ Հետո եկավ 2023 թվականի սեպտեմբերը։ Եվ մեր բոլորի աչքի առաջ Արցախը հայաթափվեց։ Հայաթափվեց ընդհանրապես, որ դարեր ի վեր տենց վիճակ չի եղել։ Այդ ամեն ինչը էմոցիոնալ առումով մարդուն բավականին խոցելի է դարձնում։ Ես իմ էմոցիաները կառավարող մարդ եմ, մաքսիմալ, ինչքանով որ կարողանում եմ։ Երբ 2025 թվականի հունիս ամսին մենք տեսնում էինք, թե ինչա կատարվում եկեղեցու նկատմամբ, որովհետև մի անհասկանալի ռետորաբանություն սկսեց։ Գործադիր իշխանությունը որոշեց, որ պետք է եկեղեցու գործունեությանը միջամտի։
սկսի վիրավորական արտահայտություններ անել սրբազանների հասցեին։ Չգիտեմ ինչքանով ես հասցրել տեղեկանալ։ Ես ընդհանրապես վիրավորական արտահայտություններ չեմ ընդունում։ Լինեմ ընդդիմություն թե իշխանություն։ Ես բայց տեսնում եմ իշխանությունը ինչ անում եկեղեցու նկատմամբ։ Դրանից հետո մեկ էլ տեսնում եմ Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ Ու հարցազրույցը 40 վայրկյան տևողությամբ, որը ավելի շատ ազդակ էր նրան, որ մի հատ պետքա սթափվել, մի հատ պետքա ստոպ տալ, ամոթա։ Եթե ասենց կենցաղային լեզվով ասենք, իր խոսքը դրա մասին էր։ Բայց ասում է, եթե այդ ամեն ինչը չի լինում, չեք սթափվում, ես մեր ձևով կմասնակցեմ եկեղեցու պաշտպանությանը։ Ձերբակալում։ Ինչ է նշանակում մեր ձևով մեր ձևով ինչ է նշանակում։ Այն ինչ հիմա տեսնում ես։ Այն ինչ տեսնում ես։ Քաղաքակիրթ, քաղաքական իսկ գուցե դա միջոցները բոլոր որոնք տեսնում ուժային կառույցների ճնշումներից հետո դրա պատճառով գիտես չէ, որովհետև իրավիճակը որն էր, չէ, ինքը այդ արտահայտությունը արեց։ Ինքը ազդակը տվեց։ Իդեպ այն կարգավիճակում, որ ինքը ազգային բարեր արա։ Իդեպ մենք որպես հայ ազգ շատ Սամվել Կարապետյան չունենք։ Ստեղ իդեպ ոչ թե որովհետև իր փաստաբանն եմ, իր քաղաքական թիմի անդամ եմ, դրա համար չեմ ասում։ Հիմա սա սառը փաստ է։ Եթե հենց հիմա օրինակ ChatGPT-ին կամ Google-ին հարցնեք, նույն պատասխանն է տալու։ Իդեպ ես վստահ եմ, սա էլ եմ ուզում ասել, թող հետագայում պատմության համար սա ֆիքսվի։ Եթե Քրքորյանը հիմա ողջ լիներ, Հայաստանում իրան փողերի լվացման մեղադրանք էին առաջադրելու կալանավոր էին։ Ես միշտ բոլորը մտածում եմ, որ մենք մի ազգ ենք, ով մեծություն պահել չգիտի։ Ես միշտ օրինակ այդ օրինակը մտածում եմ Մհեր Մկրտչյանի տարբերակով, որ ինչ որ մի հարցում հաստատ եթե անգամ այսքան քաղաքական մի բան ասեր, հեղինակազրկելու էին, Խորեն Աբրահամյանին եւ այլն։ Մենք չունենք այդ մշակույթը մեր մեջ։ Բայց կարանք ունենք արժեքներ պահպանել։ Ես ուրիշ մի բան եմ տեսնում։ Մենք ոնց ցանկացած հասարակություն ինչ որ հարցերում լինում է ջրբաժանային տրամաբանությամբ, այսպես ասած, քննադատել թե հանդուրժել, աջակցել թե ճիշտ հակառակը։ Մեզ մոտ միշտ կարծես սնուցվում է նեգատիվը։ Լուրջ։ Հələ պատկերացրեք, եթե այդ ժամանակ լինի դրականը գերիշխողը։ Կարող է շատ ռոմանտիկ է հնչում ասածս։ Կարող է շատ միամիտ է հնչում ասածս։ Բայց ես վստահ եմ, եթե մենք պայմանական ջան բառը ավելի շատ ասենք, դրանից մի բան փոխվում է։ Ես դա իմ առօրյա կյանքում տեսնում եմ։ Ինչևէ։ Երբ արդեն եղավ կալանքի որոշումը, ես սա էլ նշեմ, Նարեկին Կարապետյան նախքան այդ ամենը ճանաչել եմ։ Նախքան այս իրադարձությունները Սամվել Կարապետյանին եւս ճանաչել եմ։ Ստացա առաջարկ որպես պաշտպան ներգրավելու, նույնիսկ այսպես ձևակերպեմ, առաջարկի կարիքն չկար, որովհետև ես գիտակցում էի, թե ինչ աստիճան ապօրինություն է տեղի ունենում եւ իհարկե պետք է ներգրավվեի այդ ամենին իմ ուժերի ներածին չափով։ Իդեպ մի փոքրիկ sense հետքայլ անեմ, այո, դու երբ նշեցիր, որ նախագահի գործով ներգրավվելը ավելի երիտասարդ տարիքում է։ Իհարկե, խոսքը գնում է 7 տարի առաջվա վարույթի մասին։ Ես 7 տարի ավելի երիտասարդ էի։ Բայց հարցը վերաբերում էր սահմանադրական իրավունքին։ Մեղադրանքը սահմանադրական կարգի տապալումն էր։ Հիմա հետաքրքիր բան, ստեղ էլ ասում էին, որ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ էր։ Սահմանադրական կարգը տապալելու կոչ էր։ Սա ծիծաղելու է իհարկե, բայց 10 ամսից ավելի է Սամվել Կարապետյանը կալանավորված է հենց այդ մեղադրանքով, որից 7 ամիսը եղել է Երևան կենտրոն ՔԿ-ում, բայց մի հետաքրքիր բան էլ ասեմ։ Շատ հետաքրքիր։ Սամվել Կարապետյանին ես երբեք էմոցիոնալ մարդկային առումով ընկճված վիճակում չեմ տեսել։ Իսկ այդ հավատամ էր ջան հեշտ բան չի։ Երբ դու երբևէ քրեակատարողական հիմնարկում չես եղել, պայմանական հոր 40-ին մասնակցելուց մի քանի օր անց իրեն ձերբակալում կալանավորում են ակնհայտ ապօրինի ձևի, ակնհայտ քաղաքական հրահանգավորմամբ, ու դու այդ պայմաններում մի վարքյան չես ընկճվում։ Դա ուժեղ մարդու, ուժեղ հայ մարդու տեսակի մասին է խոսում, որը շատ լավ է, որ ունենք տենց տեսակ։ Սա փոքրիկ Երևանն է, Բուրբենքում, Լոս Անջելեսում։
Սա տուն լահմաջոն է, որտեղ դուք կգտնեք ամենահամեղ ուտեստները, ամենահամեղ լահմաջոն, ամենաանկեղծ ժպիտները սպասարկող անձնակազմից, ընտանեկան միջավայր ու հաճախորդներ եւ որ ամենակարևորն է գումարը վճարելու համար վիճող մեր հայրենակիցներ, որը շատ երևանյան է։ Այցելելով Երևան, ես մշտապես գնում եմ նաև երևանյան մասնաճյուղը, բարևներ բոլորին, ովքեր աշխատում են Երևանի տուն լահմաջոյում, իսկ այստեղ դուք կգտնեք գաղտնի ընտանեկան բաղադրատոմսով պատրաստվող լահմաջոն եւ հայկական լավագույն ուտեստները։ Համեցեք տուն լահմաջո։ Վստահ եմ, որ ժամանակ առ ժամանակ կհանդիպենք հենց այստեղ, որովհետև ես հաճախ եմ լինում ու բոլորից սիրում եմ ողջագուրվել, բարևել եւ ասել, որ շնորհակալ եմ, որ այցելում եք տուն լահմաջո։ Emperador Law Firm-ում ենք, որտեղ հայտնի իրավաբանները զբաղվում են իրենց մասնագիտական գործով եւ մեր հայրենակիցներից շատերին օգնում են օրինականանալ այս երկրում։ Արմինե Անտոնյանն է, համահիմնադիրներից մեկը իրավաբանական այս գրասենյակին կողքին։ Ողջույն Արմինե, ինչպե՞ս ես։ Ողջույն, շատ լավ, շնորհակալ։ Արմինե, այսօր շատ կարևոր թեմայից եմ ուզում խոսենք, որովհետեւ մեզ շատ են գրում այդ մասին եւ արդեն սովոր են լսել ձեր կարծիքը մասնագիտական։ Այս անգամ detention-ներից եմ ուզում խոսենք, երբ մեր հայրենակիցներին կամ ոչ միայն այս կամ այն պատրվակով այսը ասում են վերցնում է եւ կալանավորում, հա։ Այո, տանում է detention։ Եվ ինչպես պետք է վարվել նման պարագաներին։ Եթե մարդը եկել է Մեքսիկայով, մուտք է գործել, միակ ճանապարհը, որ շուտ մարդուն ազատեն, դա habeas corpus petition-ը, որը ֆեդերալ դատ է, դիմում ես ֆեդերալ դատավորին, որպեսզի հանես, հա միջնորդություն ես հանձնում, որպեսզի մարդուն շուտ հանեն։ Հենց այսօր ունենք Բավարիայում, որի համար շատ ուրախ ենք։ Մյուս դեպքը կլինի բոնդի հենց անմիջապես դիմումը, եթե անձ է եկել է վիզայով, այսինքն սահմանով օրինական ներս է մտել, նույնպես հասնում ենք հաջողությունների, եթե հատկապես անձը ունի քրեական անցյալ, հա, պետք է շատ զգույշ լինի, գնա բոլոր habeas-ի դատերին մասնակցի, ինչպես նաև IC check-իններին, որպեսզի խնդիրներ չունենա։ Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր այս IC վերջին նորություններից հետո կաշկանդված են դուրս գալ, ինչ-որ անցումային փուլում են գտնվում, իրենց ինչ խորհուրդ կտաք։ Ամեն դեպքում պետք է հետևեն բոլոր IC ուղղություններին, այսինքն եթե app ունեք, որով մարդիկ կառավարում են ձեզ, թե ուր եք գնում, ուր չեք գնում, պետք է ամեն դեպքում հետևեք իրենց ցուցումներին, ուրիշ ելք չկա, որովհետև դա իրենց ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել կալանավարին։ Իսկ կարող են միջև խնդիրը ձեզ դիմել, այսինքն եթե գիտեն, որ հնարավոր է հայտնվել նման իրավիճակում, կարող են արդեն ունենալ ձեզ հետ պայմանավորվածություն, որ նման դեպքերում դուք ներկայացնեք իրենց շահերը։ Այո, գոնե կիմանան, որ ունեն փաստաբան, որը կարող է միջնորդությունը հանձնի հնարավորինս շուտ, որտեղ օրերը գնում են, ինչքան շուտ հանձնեք, այդքան իհարկե ավելի լավ։ Միգրացիոն եւ ոչ միայն միգրացիոն հարցերով դիմեք Emperador Law Firm-ին, էկրանին տեսնում եք կոորդինատները, այստեղ պրոֆեսիոնալ մասնագետներ են եւ նաեւ սրտացավ մարդիկ, որը ոչ պակաս կարեւոր է այս մասնագիտության համար։ Grand Bridge սուպերմարկետի մասին մենք խոսել ենք բազմիցս։ Գիտեք, որ այստեղ լավագույն մթերքներն են, միսը, բանջարեղենը, միրգը, հացաբուլկեղենը եւ այլն։ Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Grand Bridge մարկետի խոհանոցը, որը full kitchen է, ամբողջությամբ խոհանոցը պատրաստ է տաք ուտեստների, նախուտեստների, աղցանների եւ առհասարակ այլ դելիկատեսների համար։ Այստեղ պատրաստվում է տնական եղանակով, բայց ստերիլ եւ չափազանց մաքուր պայմաններում։ Ես հաճախ, երբ հյուրեր եմ ունենում, հենց այստեղից Grand Bridge-ից էլ պատվիրում եմ ուտելիքը եւ որևէ մեկը գլխի էլ չի ընկնում, որ դա տանը պատրաստած ուտելիք չէ։ Ասեմ, որ Grand Bridge-ը ամենալայն տեսականին է առաջարկում հայկական եւ ոչ միայն հայկական ապրանքների ու սննդամթերքի։ Մենք Ellis House ռեստորանում ենք, ձեզնից շատերը գիտեն Old Gyumri անվանումով նախկինում, տասնյակ տարիների աշխատանքային պրոֆեսիոնալ փորձին գումարվել է նաև նոր մոտեցում եւ ժամանակակից լուծումներ, եւ իմ կողքին է Արմինեն, ով այս միջովը կարողանում է ոտքի պահել այս բիզնեսը եւ բոլոր հաճախորդներին, աշխատողներին, նույնիսկ առաքման դեպքում բոլորին գող պահել։ Արմինե ջան, այսօր արի խոսենք այն մասին, որ մարդիկ ընտանիքներով կամ ընկերներով կարող են գալ եւ ցանկություն ունենալ առանձնանալ։ Այո, սիրով։ Բոլոր քանակի համար ունենք նախատեսված սենյակներ, սրահներ, դրսում, ներսում, նախատեսված 10 հոգու համար, 6 հոգու, 15, 20 եւ ավելին։ Երբ որ մարդիկ կան ուզում են իրենց ընկերներով, ընտանեկան, կանանցով, ընկերուհիներով առանձնանալ, ունենք համապատասխան սենյակներ, VIP սենյակներ են կոչվում, որտեղ կարող են իրենց հանգիստը վայելել առանձին։
Սա շատ հարմար տարբերակ է եւ ընկերական փոքր միջոցառումների համար եւ բիզնես քննարկումների համար, ինչու ոչ, համեցեք Ellis House։ Նախ առաջին հերթին մարդիկ ռեստորան են գնում ուտեստների համար, ասեմ, որ այդ հարցում ընդհանրապես կարող եք չկասկածել, սպասարկման համար այդ հարցում եւս կարող եք չկասկածել եւ միջավայրի համար, որը եւս կասկածների տեղիք չի տալիս։ Մի խոսքով, կասկածները բոլոր հոդս ցնդեցին եւ մենք սպասում ենք ձեզ Ellis House-ում։ Բոլորը միտեղ, համ, հոտ, բարձր ճաշակ։ Երևի թե Ամերիկա հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ բոլոր մեղադրանքները Սլակները մեղադրանքների ուղղվում են դեպի Ռուսաստանի հետ կապերը եւ Սամվել Կարապետյանին դիտարկում են որպես Ռուսաստանի մարդ Հայաստանում։ Այդ հարցի մասին ինչ կասես։ Ես կասեմ, որ դա ուղղակի աբսուրդ է։ Ինչի համար, մեր ջան։ Որովհետեւ Սամվել Կարապետյանը, եթե նայում ենք իր կենսագրությունը, այո, Ռուսաստանում բիզնես գործունեություն իրականացրել է։ Մեծ մասն է բիզնես գործունեության իրականացրել այնտեղ, բայց նաեւ իրականացրել է Կիպրոսում, նաեւ իրականացրել է Հունաստանում, նաեւ ռազմավարական գործընկեր է տեսնում հատկապես Ռուսաստանը։ Իսկ դա արդյոք հաշվի ենք առնում, որ առկա Հայաստանի պայմանագրային պարտավորություններից է բխում։ Հայաստանը ռազմավարական գործընկերության ամենախորը պայմանագիր ունի միայն Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու հիմա հարց։ Օրվա իշխանությունները, որ մեր հասարակությանը ամեն կերպ մատուցում են, որ այ իրանք լրիվ այլ կերպ են պատկերացնում եւ այլ, բայց պայմանագրից ինչի չեն հրաժարվում։ Բա օրինակ հապկից ինչի դուրս չեն գալիս։ ԵԱՏՄ-ից ինչի դուրս չեն գալիս։ Բոլոր այն կառույցներն են, որոնք ռուսական առաջնորդության պայմաններում են։ Դա չեն անում, չէ՞։ Արամ, ո՞րն է գլխավոր մոլորությունը կամ գլխավոր մոլորությունները կապված Սամվել Կարապետյանի հետ մեդիայի տեսանկյունից։ Ինչպես է մանիպուլացնում մեդիան այդ մարդու գործունեությունն ու անձը։ Շատ լավ հարց է տալի։ Առաջինը, երևի մարդկանց մոտ կարծրատիպ ձևավորելով, որ վերջինս այո ավանդական արժեքներ կրող է, բայց ծայրահեղ պահպանողական է։ Տենց չի։ Ժամանակակից մարդու մասին ենք խոսում։ Ժամանակակից, ով թե առաջընթացն է տենում, թե պրոգրեսն է տենում, թե դինամիկան է տենում։ Այսինքն մենք իսկականից խոսում ենք այսօրվա կյանքի մարդու մասին։ Բայց միաժամանակ ով ունի նաև հայ մարդու բնորոշ արժեքները, որից ունեմ ես, որից ունես դու եւ այլ։ Սա առաջինը կնշեմ, երկրորդը։ Մենք խոսում ենք մի հատ մարդու մասին, ով հասկանալով իր բիզնեսին են միջամտելու, հասկանալով, որ իր անձնական ազատությանն են միջամտելու, հասկանալով, որ 60-ամյակը բանտում է նշելու, ասելա չէ։ Հասկանում ենք, չէ, որ պարզ է իրան առաջարկ արել են, որ այս ամեն ինչը կարա դադարի եւ այլն։ Մենակ ինքը հետ քայլանի։ Չմտնի քաղաքականություն։ Այդ ձետալներին երևի չեմ տիրապետի։ Կամ չեմ բարձրաձայնի։ Բայց հստակ է, որ ինքը հետ քայլ չարեց, հակառակը առաջ քայլ արեց, որովհետև եթե իր հայտարարությունների քրոնոլոգիային էլ հետևես, դու տեսնում ես ինքը ամեն անգամ ավելի քաղաքական խոսքն է ասում։ Լավ վատ, կարծում եմ լավ։ Կարծում եմ անհրաժեշտ, որովհետև անկեղծ լինենք։ Իմ ու քո սերունդը մեծացել է հաղթանակի սերունդ որպես անկախության ձեռքբերման եւ հաղթանակին, այ երկու ֆանտաստիկ պոզիտիվ երևույթ։ Դրա համար էլ շոկային եղավ այս պատերազմի ելքը մեզ համար հատկապես։ Ամենաշատը։ Ու եթե մեր սերունդը իրականում անկեղծության պահ ունենա, մենք ամենաբարդ վիճակում ենք։ Որովհետև մեզանից ավակ սերունդը ավելի մեծ կյանքի փորձ ուներ։ Մեր փորձը բխում էր մեր հաղթանակներից։ Մեր արժեհամակարգն էր արդեն տենց դառը, հաղթանակած, անկախական հաղթանակած։ Հիմա մեզ բարդ է իսկականից։ Բարդության համար ամենավատը հիմա դա թուլությունն է։ Մեր ջան, ես աշխարհում ուրիշ երկիր չգիտեմ, որ օրինակ, եթե նույնիսկ պարտվել էլ է պատերազմում, հա, լինում է, պարտվել էլ է լինում։ Ոնց օրինակ մի գործով կարաս դատարանում ծանր պարտվես, որպես փաստաբան ասեմ։
Բայց իշխանությունը շարունակում է մնալ ղեկին, դա նկատի ունես։ Հələ այդ չեմ ասում։ Լավ, համարենք պարտվել ես դատարան, բայց որպես փաստաբան շարունակում ես գործի պատասխանատվությունը։ Բայց չի կարելի այդ աստիճան նվաստացուցիչ դիրքում լինել։ Այսինքն այլ երկիր քեզ ասի սահմանադրությունդ կփոխես, սենց կգրես։ Այսինքն դա նորմալ չի, մեր ջան։ Փաշինյանն ասում է, որ դա այլ երկիր չի ստիպում, դա մեր ցանկությունն է։ Չէ, բայց մենք հասկանում ենք, չէ՞ որ այդ այլ երկիրն է ստիպում։ Բայց դու հասկանում ես, չէ՞ որ եթե հանրաքվե լինի, ժողովրդի մեծ մասը ուզելու է, որ դա լինի։ Իսկ ինձ թվում է, որ եթե տենց լիներ, այդ հանրաքվեն եղած կլիներ։ Որովհետև ես չեմ կարծում, որ չունի Փաշինյանը աջակցություն հանրության մեծամասնության կողմից։ Ոչ չունի։ Մեծամասնության աջակցություն ունենալուց լիներ ինքը հանրաքվեն արել էր։ Իդեպ սահմանադրական բարեփոխման մասին ինքը առաջին անգամ սկսել է խոսել 2024 թվականից։ Նու իդեպ դրան նախորդող ժամանակահատվածում Ալիևն էր ասում։ Դուք կարծում եք, որ դուք լինելու եք ազգային ժողովում առաջին թե երկրորդ ուժը։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Ես չեմ հարցնում, դուք գնում եք ուր։ Բնականաբար, եթե գնում ես որևէ պայքարի, դա հաղթանակի միայն ցանկություն։ Ու հենց տենց էլ նայում ենք։ Իդեպ այդ առումով Սամվել Կարապետյանի հայտարարությունը արդյունքում ըստ քեզ ինչ կլինի։ Ես գտնում եմ, որ հասարակությունը իսկականից 8 տարվա այս տևող աղմուկից, ատելությունից իրար պառակտելուց հոգնել է։ Ես ինչ որ իմաստով սենց ասեմ, հայ հասարակությունը իսկականից իրան բնորոշ ջան-ջիգարի կարիքը ունի։ Ոչ թե իրար մեղադրելու, սևացնելու, մի տես սպիտակացնելու եւ այլն։ Ինձ թվում է հերիք եղավ։ Եվ երկրորդը։ Ես խոսեցի, չէ, 22 թվականին, ինչ անհանգստություն ու տագնապ ունեի։ Իդեպ, ես 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը քննադատողներից եմ եղել, չեմ թաքցնում։ Բայց երևի ամեն ինչ կարելի էր, եթե ժամանակի մեջ հետ գնալու հնարավորություն լիներ, կպաշտպանեի ամեն կերպ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախը չէր հայաթափ։ Բայց անհանգստությունը կար։ Հիմա հստակ ասում եմ, ոչ թե որովհետև տենց մեծ կյանքի փորձ ունեմ, այլ ուղղակի մի դեպքում համարենք ճիշտ եմ դուրս եկել։ Շատ համեստորեն եմ դա ասում։ Ես հիմա էլ մեծագույն տագնապի զգացում ունեմ։ Մեծագույն։ Կապված պատերազմի հետ, հա։ Կապված թե պատերազմի, թե մեր ինքնիշխանության, թե մեր պետականության։ Գիտես, ամեն օր կրկնելով խաղաղություն, դրանից խաղաղությունը չի դառնում։ Ամեն օր կրկնելով չի դառնում։ Երբ դու տեսնում ես Ադրբեջանի վարքագիծը, ոնց որ մի հատ բուլի վարքագիծ, ամերիկյան մշակույթում, ինչ են չէ ասում, բուլիինգի դեպքում որն է արձագանքը։ Միշտ համակերպվելը, բոլոր պահանջները կատարելը, էլի կատարելը, թե մի հատ ուրիշ բան էլ կա։ Ասում եմ, you have to stand up in front of the bully, չէ։ Իսկական պետք է կանգ առնես մի բան։ Այդ կանգ առնելը չի նշանակում մի վատ բան։ Ագրեսիա չի նշանակում։ Դա ագրեսիա չի նշանակում։ Ասեմ ավելին, Հայաստանում չկա մարդ, ով չուզի խաղաղություն։ Ես ուզում եմ գտնել այդ մարդուն։ Որ դուք պատերազմ եք, ուզում ժողովուրդ, ինչ եք դրթում հազիվ հանգիստ ապրում։ Մեր ջան, իսկ հիմա ստացվում է այն ուժը, որը 3 պատերազմա բերե ինքն է խաղաղությունը ապահովողը, թե այն ուժը, որը երբևէ ոչ մի պատերազմի հետ առնչություն չի ունեցել։ Այլ բարեգործություններ արել, աշխատատեղեր ստեղծել, լավ բաներ արել, մարդկանց օգտակար եղել ու միջազգային կապեր էլ որ ունենա կամ չունենա։ Ճիշտ ես ասում։ Հիմա ո՞րն է ավելի լավ։ Այն ուժը, որը 3 պատերազմ բերել է ու երևում է, որ իրանք կարան 1 ամսվա տարբերությամբ դիրքորոշում փոխեն։ Ես չգիտեմ որն է ավելի լավ եւ ինձ իրավունք չեմ վերապահում ահրելի մեծ լսարանին ուղղորդելու, բայց խնդրում եմ ու հորդորում եմ բոլորին մասնակցել ընտրություններին։ Շատ կարևոր բան է։ Մասնակցեք ընտրություններին, ընտրեք այն մարդուն, այն կուսակցությանը, այն ղեկավարին, ում ուզում եք, բայց անպայման մասնակցեք։ Արամ չեմ կարող չհարցնել նաև Սամվել Կարապետյանի որդու եւ մամուլի սիրավեպի մասին, սիրախաղի մասին, այն ինչ որ կատարվում է հոգուտ Կարապետյանների չի կատարվում, տարբեր տեսանյութեր են հայտնվում, չգիտեմ դրանք կոնտեքստից հանվում են, չեն հանվում, ինչ են արվում, բայց դա ակնհայտորեն խանգարում է
այդ տրադիցիոն եւ դրական էներգիան պահպանելու այդ ուժի քաղաքական շուրջ լրագրողների հետ շփումը տեսանյութը տեսել ես սեռական բնույթի հետ որ անբավարար կանայք չեն լինելու երկրում եւ այլն դա էլ հասկանում եմ որ համատեքստից հանված է բայց այնուամենայնիվ չի կարելի տենց թեթև մոտենալ հարցազրույցներին եւ այլն ինչ ես կարծում արդյոք հնարավոր չէր դրանք կանխարգելել ես հետեւյալ կերպ կպատասխանեմ մեր ջան Սարգիսին ճանաչելով կարող եմ ասել որ հայրենասեր գետնին կպած միգուցե մի քանի հարցերում շատ ավելի առաջը նայող եւ կարող է այն մեր հայկական այն ինչի ինձ է իր ասում մի քիչ տերմինների մեջ շատ չափից դուրս զգուշավորեմ իր մոտ այդ աստիճան զգուշավորության նկատմամբ բծախնդրություն չկա բայց միգուցե դա լավ է միգուցե ոչ այդքան բայց մենք ուզում ենք Սարգսին ճանաչել առաջարկեցինք հարցազրույցի ասաց որ ընտրություններից հետո ինչու ըստ քեզ Երևի իրեն կարող եք հարցնել, բայց մի բանը կարամ ասեմ, որ իսկապես Սարգիսի խոսքը մանիպուլացրել են, կոնտեքստից են կտրել եւ եթե ուղակի ոչ թե փորձեն էլի գալիս ենք այն իմ ասածին, որ հարցերին կարանք նայենք նեգատիվ թե պոզիտիվ տեսանկյունից։ Լավ, դե հիմա հոտենց չի ձևը նայել նեգատիվ թե պոզիտիվ։ Փաստը մնում, որ այդ մարդը տենց բան է ասել, ոնց էլ հանեն։ Հիմա այս հարցազրույցից ինչ որ հատված հանել ու կոնտեքստից դուրս օգտագործել կլինի։ Չէ, դու որտեվ գիտես ինչ ես խոսում։ Չէ։ Ես քեզ կարող եմ խաբել տալ ինչ որ հարց, որի պատասխանը դու օրինակ ոչ կոռեկտ տաս, չէ, որտեվ դու գիտես դու ով ես եւ ինչ ես ասում։ Իսկ կարանք մի հատ էսենց վիճակ պատկերացնենք, որ օրինակ մի նախադասություն ասում ես դու, բայց մամուլով վերագրվում է դա ինձ։ Իսկ դա նաև հենց Սարգիսի դեպքում ա եղել։ Որ դեպքում օրինակ։ Որ օրինակ այն հայտնի նախարարության հետ կապված հատվածը ինքը չի ասը։ Բայց իր ձայնն է այնտեղ։ Ինքը դա չի ասում։ Իսկ ով ասում։ Հյուրերից մեկը։ Լավ կվերանայենք այդ տեսանյութը։ Շատ լավ։ Արամ, ասա ինձ, թե ինչ ես դու փոխելու ես երկրում։ Ես վստահ եմ, որ դուք անցնելու եք բնականաբար ազգային ժողով եւ ես տեսնելու եմ քեզ քո ելույթներով եւ այլն։ Ինչ եք դուք փոխելու ես երկրում։ Մեր ջան, առաջին ամենամեծ խնդիրը, որ Հայաստանում այսօր կա, ու ես դա համարում եմ, որ պետք է ազգային անվտանգության մակարդակի հարց դիտարկվի։ Դա բարեկեցության հարցն է։ Բարեկեցության խնդիրը պետք է լուծվի Հայաստանում։ Ծայրահեղ աղքատության խնդիրը պետք է լուծվի Հայաստանում։ Դրա համար երբ խոսվում է 300,000 նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, երբ խոսվում է օրինակ փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին, դրանք բոլորը կյանքի որակ փոխող ծրագրեր են։ Իդեպ ոչ թե դասական ծրագիր, այլ հանձնառություն են, որոնք երաշխավորվում են Սամվել Կարապետյանի կողմից, այսինքն ոչ թե պարզապես խոստումներ են, այլ Սամվել Կարապետյանը իր անցած ճանապարհով, իր հեղինակությամբ երաշխավորում է այդ ամեն ինչը։ Իդեպ պատկերացնում ես, մենք Հայաստանում ունենք բազմաթիվ մեծ տնտեսական, հեղափոխական ռեսուրսներ, ու դրանք չենք օգտագործում։ Օրինակ, որոնք են։ Սփյուռքի ներուժը։ Անկեղծ էլի մեր ջան, հիմա վերջին 8 տարվա մեջ որ նայես Սփյուռքի ներուժը ավելի լավ է իրացվում Հայաստանի կյանքում, թե ոնց որ Սփյուռքին հեռացրել ենք Հայաստանից։ Սփյուռքին հեռացրեցին այն ժամանակ, երբ հասկացանք, որ այս երկիրը չունի ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման ծրագիր, իսկ Սփյուռքում տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ մարդիկ համախմբվել են այդ գաղափարի շուրջ։ Եվ երբ այդ գաղափարը չի սնվում քո պետությունից, այսինքն պետությունը ասում է մենք օքեյ ենք, դու ով ես արտերկրում դա անելու։ Այսինքն դա աղճատված հոգեվիճակ է եւ բանակ մարդկանց։ Իդեպ էլ ասեմ քեզ, որ անկախության հռչակագիրը, այսինքն մեր Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը մեզ հանձնառել, պարտադրել է միտեղ, պատգամել է միտեղ, որ մենք ցեղասպանության հարցում պետք է միշտ հետևողական լինենք, որ այն միջազգային ճանաչման տեսանկյունից։ Դրա, գիտես, բացասական հետևանքների հաղթահարման տեսանկյունից մենք հետևողական արտաքին քաղաքականություն պետք է ունենանք, բայց մենք այսօր նույնիսկ Սփյուռքի նախարարություն էլ չունենք։ Երևի դա շատ կարևոր ռեֆորմ էր, որ այս 8 տարվա ընթացքում կատարվեց։ Ինչև է դա էլ դնենք մի կողմ։
Հայաստանում իսկապես կարող է նաև արդյունաբերական ռեֆորմ լինի։ Այսինքն իսկապես գործարաններ ստեղծվեն ու դրա վրա շեշտ դրվի։ Ու դա օրինակ մարզերում կյանքի որակ փոխի։ Մյուսը տուրիզմի հետ կապված պոտենցիալը, չէ՞։ Իրականում Երևանից դուրս մենք ֆանտաստիկ տեսարաններ ունենք, ֆանտաստիկ պոտենցիալ ունենք, ֆանտաստիկ, բայց չենք օգտագործում։ Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկը նա էր, որ $1 միլիարդ նախատեսվում է տուրիզմում հեղափոխական ռեֆորմներ անելու համար։ Քո գաղափարը ո՞րն է։ Եթե անձնապես հենց իմ մասին ես հարցնում, երկու բան կասեմ։ Մեկը մեր իրավական համակարգում, մեր դատա իրավական համակարգում մարդասիրությունը որպես անսակարկելի արժեք ձևավորել։ Մարդասիրությունը, որ ավելի պատկերավոր ասեմ, թե մարդասիրությունը օրինակ ոնց եմ պատկերացնում, որ քննիչի, դատախազի, դատավորի կողմից չի առաջանում անհրաժեշտություն 18-ամյա առողջական խնդիրներով երեխային կալանավորելու։ Հատնային կալանք իրար եք, հասկանում ես։ Այսինքն ունես այդ հնարավորությունը։ Իսկ մյուս բևեռում, բայց ռիսկերն են, չէ՞։ Չէ, ռիսկերը զսպելու մեխանիզմը կա, ես չեմ ասում գործ մի հարուցեք։ Մեր ջան, սա շատ կարևոր դետալ է։ Եթե տեսել եք ռիսկ, քննեք։ Քրեական վարույթ հարուցեք։ Օրինակ Ամերիկայում ամենատարածված խափանման միջոցը գրավն է, բեյլը, ամենատարածվածը։ Կամ երաշխավորությունը դա էլ բոնդերի հետ կապված եւ այլն։ Բայց այնտեղ նաև հասարակության մտածելակերպի տարբերություն կա, օրինակ Միացյալ Նահանգներում երբ ծնողը բեյլ է տալիս, այսինքն կանխավճար է տալիս երեխայի ազատ լինելու մեջ, մոտ, չգիտեմ, $10,000, իր համար այդ $10,000 կարևոր է եւ ինքը գերադասի երեխային հետ բերել, եթե այդ փողը կորցնելու ռիսկ ունի։ Հայաստանում ծնողը կասի կորած այդ $10,000-ն էլ միևնույն է երեխաս թող մնա ազատության մեջ ու փախնի։ Իդեպ մեզ մոտ փախուստի դեպքերը շատ քիչ են։ Իսկապես։ Պատկերացրեք քննությունից փախուստի դեպքը շատ քիչ է։ Որովհետև չկա այդ մեխանիզմը։ Չէ, մեզ մոտ արդեն նույնիսկ կա վարչական հսկողություն, օրինակ էլեկտրոնային սարքը ամրագրելով, դնելով մարդու ոտին։ Եվ այլ, այդ մեխանիզմները արդեն կան, բայց կալանքները չեն պակասում։ Երկրորդը քաղաքական հետապնդումների էջը պետքա փակվի։ Գիտես ոնց է մեր ջան, ես հասկանում եմ, որ երբ անձը գալիս է իշխանության, որոշակի նեգատիվ էմոցիայով է չէ գալի, եթե ընդդիմությունից է գալի։ Ես փորձել եմ իմ մեջ վերլուծել, հա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը քաղաքական հետապնդման ենթարկվել է հենց իր իսկ գնահատման համաձայն։ Քաղաքական հետապնդման ենթարկող դատավորներից մեկը մնացական Մարտիրոսյանն է եղել, ով հիմա մինչև վերջերս Երևան քաղաքի ընդհանրավարության քրեական դատարանի նախագահն էր, ով օրինակ 18-ամյա աշակերտին կալանավորողն էր։ Ինքը շարունակում է պաշտոնավարել, երբ եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ կան, հենց ընդդեմ այդ դատավորի, որ ասում են, այս դատավորը խախտել է մարդկանց իրավունքներ, բայց ինքը շարունակեց պաշտոնավարել։ Կարծում եմ, այդտեղ այդ հոգեբանական դիլեման է, որը կարա վերածվի վրեժխնդրության էմոցիայի։ Դրա վրա պետք է գիծ քաշես։ Մենակ այդ դեպքում քաղաքական հետապնդումների էջը կփակվի։ Դա այսինքն իրական քաղաքական կամքն է։ Երրորդը, որը պատկերացնում եմ, որ իսկապես հնարավոր է անել, դա դատական իշխանությունը ամբողջությամբ անկախ դարձնելն է։ Դրա համար էլ ինչ է, չէ, պետք անել։ Հատուկ հեծանիվ պետք չի հորինել։ Պետք է որակյալ արհեստավարժության պահանջը չոր դնել, որովհետև այն դատավորը, որը գիտելիքներով պրոֆեսիոնալ է, չես կարա իրան տենց հեշտ վախացնես, միջամտես, հա։ Երկրորդը վարձատրության համակարգն է։ Երրորդը դատավոր նշանակվելու համակարգն է, որ չլինի, որ Մհերն է նշանակե դատավոր, դրա համար Մհերը, որ մի օր զանգի, ասի ես մեր քաղաքական հակառակորդի գործն է, մի հատ անպայման պետք է էլի, որ կալանք լինի։ Այմա ինչքան էլ որ ասելա մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Դա էլ եմ տեսնում, որ կարելի է անել։ Եթե այսպես բաժանեմ երկու մեծ խմբի, մակրո իմաստով, մարդասիրության սկզբունքի ամրագրում, իրական կյանքում եւ իրավունքի գերակայություն։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։
Alliance Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Alliance Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Alliance Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Venus Gifts խանութ սրահը տասնամյակներ շարունակ իր հարկի տակ ներկայացնում է ամենաճաշակով եւ ամենագեղեցիկ ապրանքանիշերը, որոնք իրենց հերթին էլ ներկայացնում են համաշխարհային մշակույթ։ Այս անգամ խոսելու ենք Lalique ապրանքանիշի մասին, որը 1888 թվականից ի վեր համարվում է ֆրանսիական թանկարժեք սպասքի ամենահայտնի բրենդերից մեկը։ Lalique-ը իր ամենալայն եւ ամենագունեղ տեսականիով ներկայանում է Venus Gifts խանութ սրահում։ Շտապ եմ ձեզ տեղեկացնել, որ այստեղ կա նաև limited edition, այսինքն սահմանափակ քանակությամբ արտադրված Lalique ֆիրմայի գեղեցիկ ծաղկամաններ, որոնք անգամ համարակալված են եւ սահմանափակ քանակության պատճառով հայտնվում են հազվագյուտ խանութներում։ Venus Gifts-ը այդ խանութներից մեկն է։ Օրինակ հենց այս բյուրեղապակյա գեղեցիկ ծաղկամանը ես կարծում եմ, որ ձեր տանը շատ կսազի, սակայն ձեզնից շատ քչերը կարող են դրանք ձեռք բերել այն պարզ պատճառով, որ դրանք սահմանափակ քանակությամբ են արտադրվել եւ անգամ համարակալված են։ Սակայն Venus Gifts-ի հաճախորդները միշտ էլ գիտեն, որ այստեղ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում եւ նրանցից յուրաքանչյուրը գոհունակությամբ են լքում այս խանութ սրահը։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ անգամ հենց կրկին Venus-ում։ Բարի գալուստ Լոս Անջելեսի ձեր առանձնատուն։ Այս առանձնատունը, որը գտնվում է Chetwood քաղաքում, հնարավորություն է տալիս ձեզ անցկացնել ձեր ամենահետաքրքիր միջոցառումները, լինեն դրանք ծննդյան տարեդարձներ, հարսանիք, թե հարսանիքի համար կնոջ տուն հասկացությունը, կարող եք դա անել հենց այստեղ, այս գեղեցիկ տանը։ Այն տրվում է վարձով, օրավարձով, ինչպես նաև շաբաթներով եւ ամիսներով։ Անցնենք ներս ու ցույց տամ ձեզ, թե ինչ ֆանտաստիկ հնարավորություններ կա այս տանը։ Տունը հատուկ կահավորված է այնպես, որ լինի հարմարավետ եւ կահույքով լի, սակայն միևնույն ժամանակ պարտադրող ոճ չունենա, ինչը ձեզ հնարավորություն կտա ձեր յուրաքանչյուր միջոցառման համար պահպանել ձեր արդեն նախապես ընտրած ոճը։ Բացի դա, այստեղ կան նաեւ ժամանցի սենյակներ, հնարավորություններ, ինչպես զբաղեցնել երեխաներին կամ մեծահասակներին կամ ընդհանրապես երիտասարդներին։ Օրինակ սա բիլիարդի սենյակն է, որը վստահ եմ եւս լավ հնարավորություն կտա բոլորին ժամանակ անցկացնել այստեղ։ Կան ննջասենյակներ իրենց առանձին սանհանգույցներով, որոնք հնարավորություն կտան ձեր հյուրերին հենց այստեղ հյուրընկալել, ինչպես նաև ընթրիքի համար նախատեսված սրահը, ճաշասենյակը, խոհանոցը եւ այլն։ Այգին ֆանտաստիկ մեծության է, կա լողավազան, ինչը արդեն հասցրել ենք միասին տեսնել, այնպես որ կարծում եմ, որ այս հեռախոսահամարով զանգահարելով կամ այցելելով կարողանաք ձեր միջոցառման համար պլանավորել լավագույն տարբերակը։ Շնորհակալություն, այսպեսին էր այսօրվա մեր տետատետը, շարունակեք մեկնաբանել եւ տարածել տեսանյութը, մասնակցեք ընտրություններին, ընտրեք ձեր ցանկացած քաղաքական ուժին, մենք ձեզ չենք ուղղորդում, պարզապես հավասար հնարավորություն ենք տալիս բոլոր կուսակցություններին ներկայացնել իրենց տեսլականը։ Կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։ The story you're about to hear is true.